Մենք այսօր իրար հետ նոր թեմա ենք անցնելու, դա երազների ու տեսիլքների մասին է, մի փոքր պետք է դրա մասին սովորենք, հավատում եմ դա շատ օգտակար կլինի, ընդհանրապես ասեմ ձեզ, որ մենք պետք է սովորենք զանազանել, որովհետև Տիրոջ հոգին մեր մեջ է ու Տիրոջ հոգին մեր միջոցով այդ հրաշալի էջերը բացում է, որ մենք կարողանանք իրան ճանաչենք, իրան լսենք ու գիտեք ընդհանրապես երազներն ու տեսիլքները դա ասես Աստծո մեր հետ հաղորդակցելու, մեր հետ գործ բռնելու մի տեսակներից մեկն է ու Աստված մեր հետ խոսում է երազների ու տեսիլքների միջոցով Երբ է ինքը այդ լեզուն օգտագործում, մեծամասամբ երբ որ մենք օրվա կտրվածքով շատ զբաղված ենք ու կարելի ասել այնքան տարբեր բաներով զբաղված ենք, որ ստիպված կլինի Աստված ոչ թե ստիպված ինքը ուղղակի այդ լեզուն օգտագործում է, ոչ թե ստիպված։ Ստիպված ես կասեմ երբ է ինքը օգտագործում ինչ-որ մի լեզու։ Բայց ուզում եմ, որ ես ու դու այսօր իրար հետ այս թեման մի քիչ ուսումնասիրենք իրար հետ, հավատում եմ շատ օգտակար կլինի։ Երբ որ այս թեմայի մասին sense խոսում ենք, թեկուզ այս քիչ ժամահատվածով, ասեմ ձեզ այս թեման այս թեմա է, որ ուզում ես բացվես։ Խորանաս ու խորանաս, ուսումնասիրես, ինչու, որովհետև մենք չենք կարա Տիրոջը sense մակերեսային ուսումնասիրենք ու այն ամեն ինչ որ իր հետ կապված է, չպետք է մակերեսային ուսումնասիրենք։ Մենք ինչպես ավակներ, ծառայողներ, ինչպես ծառայական դպրոցում սովորողներ, աշակերտներ, չպետք է մակերեսային լինենք, որովհետև երբ որ քրիստոնյաները մակերեսային են, այդքան էլ լավ վիճակ չի։ Մենք ամեն հարցում պետք է խորը լինենք։ Գիտեք, երբ որ վերցնենք sense մի կճուճ, երբ որ դատար կա, որ իրան մի հատ sense կտցնում ես, զնգոց է դուս գալի, հասկանում ես դատար կա, բայց երբ որ բերան յուղը լցրած, ինչքան էլ կտցնես, զնգոց չի, դատարկության ձայն չի գալիս իրանից լեցունության ձայն է գալիս, ու այդ դեպքում հասկանում ես, որ այս անոթը լիքն է ինչ-որ բաներով, այ մենք պետք է լիքը լինենք, որ մարդիկ մեզանց ի վիճակի լինեն օգտվեն, որ մենք բան ունենանք, դատարկ չլինենք, այդ ինչի համար մենք ամեն մի թեման, թեկուզ սենց մի քիչ ուսումնասիրում ենք այս մակարդակում, 2 ժամը շատ քիչ է այս թեմայի համար, բայց մենք այս 2 ժամի մեջ տեղավորվել ենք գլխավոր դրույթներից իմանանք, որը կօգնի մեզ ուսումնասիրենք ու մեր ընթացքի մեջ Աստծո շփվելով, խոսքը կարդալով, ուսումնասիրելով ավելի խորանանք, ամեն, հալելույա, ուրեմն, մի փոքր վկայությունով սկսեմ այս դասը, երբ որ այս թեման սկսավ իմ մոտ ասենց ակտիվանալ, ասեն ձեզ երևի 20 տարի առաջ ակտիվացե ու 20 տարի առաջ դեպքեր տեղի ունեցան, 20-25 տարի առաջ երևի, մարդիկ գալիս են երազ էին պատմի, իմ մոտ էլ սենց ինքնաբուխ ձևով մեկնաբանություններ էր գալիս, ու հետո այդ մեկնաբանությունները, որ իրանք լսում էին, էթում էին ու իրանք կյանքում շատ զարմանալի փոփոխություններ էր լինում ու դրանց հետո, որ 1, 2, 3, մի 5 անգամ արդեն, որ այդ դեպքերը տեղի ունեցան, ես արդեն իմ ներսում սենց մեկ կատակի տալով, մեկ էլ սենց լուրջ ընդունելով, համ ասում եմ, կարող է, այն Դանիելի վրա, որ կար այդ հոգին, որ ինքը մեկնաբանում էր, այդ ձև բան կա, ես տեղյակ չեմ, բայց ասում եմ, լավ է, քեզ Դանիելի տեղ մի դիր, սենց ինքս ինձ սենց խոսում եմ, կատակի տալիս եմ, ասում եմ գնում եմ, բայց որ տեսում ես, որ նորից կրկնվում է, ասում ես, չէ պետք հասուն հարցնենք, Աստված, ինչ ես ուզում հասցնես կամ ինչ ես ուզում հասկացնես։ Այդ դեպքում սկսում է նոր բաներ բացվել ու մենք սկսում ենք իր հետ համագործակցել։ Թող ոչ մեկս ոչ թե ընկնենք այդ ծուղակը, որ սուտ խոնարհության ճանապարհն են ընտրում։ Եթե պարգև կա, դու պետք է ընդունես այդ փաստը, որ պարգև կա։ Ավելի լավ ընդունես, որ պարգև ունես, խոնարհության ճանապարհով գնաս։ Քանց թե ձև բռնես, որ իբր խոնար ես, պարգևի մասին մեծ բաներ չխոսաս, պետք չի տենց, մենք պետք է շատ պարզ լինենք, շատ հստակ լինենք, պարգև կա, ուրեմ պետք է ուսումնասիրենք, ամեն, այս ձև պետք է մոտենանք, մենք հասուն մարդիկ ենք, ծառայող մարդիկ ենք, սովորում ենք, որ վաղ մեկ էլ ծառայողը լինենք, մենք չենք էթում հպարտության ճանապարհներով, մենք էթում ենք Աստծուն բացահայտելու, իրան ճանաչելու ճանապարհներով, դրա համար ամեն մի պարգև, որ մեզ տալիս Աստված, էդի համ տալիս է, որ մենք մարդկանց ծառայենք, համ տալիս է, որ մենք նաև իրան բացահայտենք ու դա շատ գեղեցիկ է։ Հալելույա։ Գիտեք, Աստվածաշնչում, երբ որ մենք ուսումնասիրում ենք, կարդում ենք տարբեր ոլորտներում հանդիպում ենք երազներ, տեսիլքներ արտահայտությանը, հասկանում ես, որ Աստված բավականին շատ զրուցել է մարդկանց հետ երազների տեսիլքների միջոցով։ Օրինակ երազ բառը
Աստվածաշնչում 87 անգամ հիշատակվում է 5 կտակարանում եւ 8 անգամ հիշատակվում է նոր կտակարանում։ Իսկ տեսիլք բառը, պատկերացեք, Աստվածաշնչում էլի հիշատակվում է, ինքը մոտավորապես հիշատակվում է 86 անգամ 5 կտակարանում եւ 17 անգամ նոր կտակարանում։ Այս թվերը բավականին մեծ տեղեկություն է տալիս, որ մենք չանտեսենք այս ոլորտը, լավ, այլ ուսումնասիրենք մեր ընթացքի մեջ, որովհետև գրված է Գործ Առաքելոց 2-րդ գլխում, որ երբ որ Սուրբ Հոգին եկավ մարդկանց վրա, նրանք բոլորը սկսեցին նոր լեզուներ խոսել, գիտեք, հələ իրանք ոչ մի տեսիլք, ոչ մի երազ չեն տեսել, բայց իրանք մենակ լեզուներով են խոսում, դրսևորում է եկե, ու չես հասկանում ինչու Պետրոս Առաքյալը կանգնում է, բացատրություն է տալիս այդ երևույթին, ու առաջի բացատրությունից մեկը ինքը հիշատակում է Հովելի 2-րդ գլխի 28-րդ խոսքը, որ ասում է վերջի ժամանակներում նա իր հոգին կթափի եւ ասում է ձեր որդիները դուստեր կմարգարյանան, ձեր պատանները նրանք տեսիլքներ կտեսնեն, ու ձեր ծերերը երազներով կհասկացվեն եւ իմ աղախիների ու ծառաների վրա էլ կթափեմ։ Ու ուզում ես հասկանաս Աստված ոնց որ հեշտ չբռնի իրար հետ։ Ընդ իրանք սաղ լեզուներով են խոսում։ Պետրոսը կանգնած ինչ հայտարարություն է տալիս։ Որ երազներ, տեսիլքներ, մարգարեություններ։ Ու ուզում ես հասկանաս ինչ կապ ունի լեզուներով այս դրսևորումը այն մյուսի հետ։ Ուղիղ կապ ունի, որովհետև հոգին ինքը նշանի ձևով եկավ իրանց վրա եւ նրա աշխատանքը շատ խորն ալնելու, որ մարդիկ տեսնելու են բաներ, վերապրելու են բաներ, ճաշակելու են բաներ, առաջնորդվելու են, դրա համար մենք պետք է իրականում բաց լինենք Տիրոջը տեղ տալու համար։ Ուրեմն, ուզում եմ խոսանք երազների այս տեսիլքների ոլորտի մասին եւ հիմնական 3 աղբյուրների մասին խոսենք այս առաջին դասաժամին, ու հավատում եմ այս 3 աղբյուրները մեզի sense լավ հիմք կտան, որ մենք առաջինը զանազանենք ելնելով այս հիմքերից, լավ, որովհետև եթե դու ուզենաս զանազանես երազը Աստծուց թե Աստծուց չի, դու պետքա գաս Աստծո խոսքի մոտ, որ հիմքերին նայես, արդյոք այս հիմքերը երազի մեջ կան ու այս երազը հիմնվում է այս հիմքերի վրա, այդպես շատ արագ կզանազանես։ Ուրեմն 3 հիմնական հիմքեր, որ մենք իրար այս ժամին կնայենք, եկեք նայենք առաջին հիմքը, որը աստվածային է, որ Աստծուց եկած երազները ինչպիսի բնութագիր ունեն կամ ինչպիսի բնավորություն ունեն, ու եթե մենք այդ բնավորությունը ասենց ֆիքսենք մեզ համար, հավատացեք շատ մենք ավելի շուտ կզանազանենք, որովհետև մեզ համար խառնաշփոթություն սկսում է այն ժամանակ, երբ որ մենք Աստծո խոսքին տեղյակ չենք։ Աստծո բնութագիրը տեղյակ չի մեր մեջ, այսինքն նստված չունի, կամ Աստծո ձևի հետ մենք ծանոթ չենք, ոնց Աստված գործում, բայց երբ որ խոսքին հետևենք, շատ շուտ կզանազանենք։ Այդ ինքան բարդ բան չի, որ մենք խառնաշփոթության ենթարկվենք, որովհետև Աստված ինքը կարգ ու կանոնի Աստված է, ոչ թե քաոսի, ճիշտ է։ Ու ինքը հետաքրքրված է, որ դու շատ արագ ընկալես ինքը ինչ է ուզում քեզանից, որ դու շատ արագ շարժվես, ոչ թե դանդաղես։ Համաձայն եք։ Դրա համար մենք հիմա իրար հետ կնայենք առաջին հիմքը, բացեք ինձ հետ միասին Հոբի 33-րդ գլուխ, 14-ից 24 խոսքերը իրար հետ սենց կսերտենք հիմա։ Շատ արագ կանցնենք ու հավատում եմ, որ դուք ինչ-որ մի լավ բան կտեսնեք ստեղ։ Կարդում եմ հատվածը, մենք սենց այս հատվածը կարդալով, ուստի եթե գրածել կլինի, դուք հետևեք գրածներին, լավ։ Բայց եթե նշումներ էլ կանեք, անպայման նշումներ էլ արեք։ Տերը ուզում է, որ դուք գրավոր սովորող լինեք, լավ։ Երբ որ մենք պարապ լսողներ ենք, մենք եթե մենք մոռանում ենք շատ բան, բայց երբ որ մենք մեր համար ակտիվացնող ենք, գրում ենք, նշում ենք, ֆիքսում ենք, մենք հետո էդի ավելի մեծ նստվածք է տալիս։ Փորձերը ցույց են տվել, որ բոլոր պարապ լսողները ծառայության ժամանակ որ ոչ մի նշում չեն անում, անգամ իրանց հեռախոսների մեջ գոնե նշումներ չեն անում։ Գիտեք, փորձը ցույց է տվել, որ բոլորը ասում են, «Եթե տուն նորից կլսեմ», ու այդում են էլ ժամանակ էլ չունեն նորից լսելու։ Բայց ինչ մնաց այդ ծառայության պահին, ինչ որ դու քո համար արձանագրեցիր։ Այդ ձևի օրերում ենք ապրում։ Սիրելիներս, շատ քչերն են անում, որ այդում են տուն նորից դնում են քարոզը լսում են, որովհետև ինչ որ բան կպել է իրանց սրտին, չեն ուզում բաց թողեն։ Այդպես չլինեք։ Եղեք շատ ակտիվ։ Ֆիքսեք, գրեք, աշխատեք, չձանձրանաք, չհոգնեք, ինչքան նոր բան է գալի, նոր բաներ գրեք, որովհետև Տերը աշխատում է։ Նա այսօրով էլ նորանոր բաներ անում, մենք պետք է բաց լինենք իր հետ շարժվելու համար։ Ուրեմն, կարդում եմ հատվածը, Հոբի 33-րդ գլուխ 14 խոսքից։
Առաջին մակարդակի մոտեցման ձևն ենք մենք տեսնում Աստծո այս հատվածում։ Սակայն մեկ անգամ կխոսե Աստված եւ մյուս անգամ, բայց մարդը ուշադրություն չի անում։ Ուշադրություն դարձեք, սա խոսում է մեր այս բնականon մթնոլորտի մասին։ Մեկ անգամ խոսում է, երկրորդ անգամ, բայց մարդը ուշադրություն չի դարձնում։ Բայց դրանով Աստված չի կանգնում։ Մենք տեսնում ենք, որ Աստված մարդիկ է ուղարկում մեր կյանքը, մենք տարբեր քարոզներ ենք լսում, տարբեր լուրեր են գալիս մեր կյանքը, բայց մենք ոնց որ ասես ականջ չտնենք, որ Աստված բան է ուզում հասցնի մեզ։ Երբ որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, Աստված սկսում է մյուս լեզուն օգտագործել։ 15 խոսքից երազում գիշերվա տեսիլքում մարդկանց վրա խորքուն ընկնելիս, անկողնի վրա քնելիս, այն ժամանակ բանում է մարդու ականջը, նրան խրատելով կնքում է, որ մարդին հեռացնե վատ գործից, ամբարտավանությունից ծածկում է մարդից, ծածկում է ամբարտավանությունը, ետ է պահում նրա հոգին կորուստից և նրա կյանքը սրով անցնելուց։ Հիմա այս 15-րդ խոսքում, 15-ից 18 խոսքերում նկարագրված է մոտավորապես 6 գործողություն, որ Աստված երազի միջոցով մարդուն անում է։ 6 տեսակի երազ մենք ստեղ բացահայտում ենք մեզ համար արդեն։ Ոնց ենք էդի բացահայտում։ Եկեք ուշադրությամբ հետևենք։ Հիմա ես ցույց եմ տալի կարևոր բաներ ու ասել եմ դա ինչ է նշանակում։ Նայենք առաջինը, ասում է Աստված ինչ անում 16 խոսքում, բանում է մարդու ականջները։ Սա խոսում է հայտնության մասին։ Աստված է բացում իր հայտնությունները մեզ ընկալելի կամ լսելի հասցնելու համար։ Դրա համար մենք ստե տեսնում ենք առաջին տեսակի երազները, նրանք ասես հայտնություն բերող երազներ լինեն։ Դու խոսքը կարդացել ես, խոսքը ինչ որ տեղ լսել ես, բայց դա քո ներսում նստված չի տվել դեռևս, մեկ էլ հանկարծ գիշերվա երազ մեջ Աստված բացում է քո ականջը, որ դու լսես որևիցե մի խոսքի հայտնությունը, որևիցե խոսքի խորհուրդը, դա շատ ուժեղ է։ Երկրորդ տեսակի երազները նրանք ավելի շատ սովորեցնող են, խրատող են, ու մենք ստե տեսնում ենք, որ ասում է նա խրատելով կնքում որից է մի ճշմարտություն քո ներսում, որ դու ուղղակի մենակ չիմանաս ինչ որ մի բան, այլ ճաշակես դրա զորությունը, կրթվես, խրատվես, հաստատվես, չէ որ դու զավակ ես։ Աստված անում է այս տիպի բաներ նաև։ Երրորդ տեսակի երազը հեռացնում է վատ գործերից մեզ։ Ինչքան պատահում, որ մարդը իր ներսում արդեն ստեղ ծուռումուռ մտքեր ունի, ու հանկարծ գիշերը Աստված այցելում է իր երազի մեջ ու իրան ասում է մի արա այդ բանը։ Ստե մենք տեսնում ենք, որ Աստված զգուշացնում է։ Այս տեսակի երազները մեզ ավելի շատ զգուշացնում են, որ մենք խնդիրների մեջ չհայտնվենք։ Լսում եք։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն երրորդ տեսակի երազները ավելի շատ զգուշացնող են, որ մենք վատ գործերի մեջ չհայտնվենք։ Չորրորդ տեսակի երազները, որ ստե մենք տեսնում ենք, ասում է ամբարտավանությունը ծածկում է մեզանից։ Ամբարտավանությունը քո ամենավտանգավոր թշնամին է, որ քո մարմնի միջոցով դրսևորվում է։ Կապ չունի դու քրիստոնյա ես թե ով ես։ Դու պետք է շատ հստակ իմանաս, որ քո մարմնավոր կողմը, եթե դու չհսկես իր վրա, ինքը լավ էլ կարա քեզի փչացնի։ Մենք պետք է իմանանք, էսի շատ կարևոր է։ Դրա համար մենք տեսնում ենք, որ Աստված մեզ ինչ անում, հպարտությունից ծածկում է, որ հանկարծ հպարտությունը մեզ չկարողանա ունենա։ Էսի շատ կարևոր է։ Էսի շատ կարևոր է։ Էսի կոչվում է պաշտպանողական երազներ։ Աստված մեզ պաշտպանում է ամեն տեսակի շառոփորձանքից, ամեն տեսակի նամանանդ այսպես դիրքորոշումներից, որտեղ էսի վտանգավոր ոլորտ է։ Հետո մենք տեսնում ենք մյուս կարևոր տեսակի երազը, որ Աստված պահում է նրանց հոգին կորուստից։ Սա կոչվում է հոգևոր փրկություն։ Որ քո հոգու փրկության գործի մասին է ինքը մտածում, դրա համար քո հոգու հայտարարությունն է բացվում, ասում է քո հոգին պաշտպանում է կորուստից, սա նշանակում է հոգևոր կորուստից է փրկում քեզ, դրա համար շատ մարդկանց կարա երազներ գա, անգամ այս աշխարհում, Աստծուց կանչ գա, որ իրանք խավարից գան լույսի մեջ, սա նշանակում է, որ աշխարհի մարդիկ կարան տեսնեն Աստծուց երազներ ու դառնան դեպի Աստված եւ հոգևոր կորուստից փրկվեն։ Լսում եք, էսի կարևոր է։ Եվ հետո տեսնում ենք 6-րդ տեսակի երազի մասին, որ ստե հիշատակում է այս ծառայողը Հոբին, որն է, որ կյանքը սրով անցնելուց է։ Սա ֆիզիկական մահերից, նմանատիպ ֆիզիկական կորուստներից փրկվելու թեմա է, որ ժամանակից շուտ մարդիկ չկորեն, չգնան ֆիզիկական ակտ է էսի արդեն։ Մենք տեսնում ենք, որ ֆիզիկական մակարդակի փրկություն նաև Աստված իրականացնում է, որ մարդը դեռ Հիսուսին չճանաչած չգնա այս աշխարհից։ Նա նաև այսպիսի գործեր անում։ Ու երբ որ այս երազների մասին խոսում է, հենց այս կոնտեքստով Հոբի հետ խոսում է, գիտեք, Հոբը չի առարկում։ Ինչու՞։ Հարց է ծնվում։
որովհետև բոլոր այն իմաստուները, երբ որ Հոբի հետ խոսում էին, նա բոլորին առարկեց, որովհետև ինքը բան գիտեր, ու իր իմացածով առարկում էր ամեն մեկի խոսքին մոտեցմանը, բայց երբ որ այս 4-րդ մեկը իր հետ խոսած, նա չառարկեց, ինչու՞, որովհետև ինքը արդեն մի ձև գիտեր, 7-րդ գլխում Հոբը նկարագրում է երազի մի տեսակ, ինչ ինքը գիտեր, բայց երբ որ էսի է լսում ինքը, նա ոչ մի ձևով չի առարկում, որովհետև ինքը հասկանում է, էսի իր խելքից դուրս բան է գալի, ինքը դեռ չգիտի սրա մասին, դրա համար էլ չի առարկում։ Ստեղից հետևություն կարաս անես, երբ որ դու բան չգիտես, ավելի լավ բացվես, ոչ թե ինչ որ մի իմացածով հակառակվես, մի բանին, որ դու չես հասկանում ինչին։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Հոբից իմաստություն ենք սովորում, որ Հոբը ինքը սուսփուս, սիրտը բացեց, անգամ քնություն չարեց։ Ինչի՞։ Որովհետև ինքը հասկանում է, բաներ են գալի իր մոտ, ինքը տեղյակ չի սրանից, ինքը նոր բաների հետ առնչություն է ունենում։ Այ թե ինչ էր այս մարդը խոսում Հոբի հետ, ու Հոբը ոչ մի բան դրա դեմ չի խոսում։ Երբ որ այս մարդը վերջացրեց Հոբի հետ խոսալուց, Աստված է սկսում Հոբի հետ խոսալ։ Նոր բաներ է սկսում ակտիվանալ, ու Հոբի համար բացվում է հնարավորություն, որ ինքը տեսնի Աստծուն իր զարմանալի ճոխության մեջ։ Լավ, ինչևէ, եկեք ուշադրություն դարձնենք, որ ստե բացվում է Աստծուց եկած երազների բնութագիրը, այս հատվածում։ Եվ այս բնութագրի միջոցով ես ու դու տեսնում ենք ինչպիսին Աստծուց եկած երազները հայտնություն է բերում, սովորեցնող է, զգուշացնող է, պաշտպանող է, փրկող է, ազատագրող է, ու այս տիպի բնութագիրը, ոչ մի էմոցիա չենք տեսնում Աստծուց եկած երազների։ Գիտեք ինչու, որտեղ էմոցիան Աստծուց եկած երազներից առաջ չի գած։ Էմոցիան միշտ հետևում է Աստծուց եկած բաներին։ Տարբերություն եմ ուզում որ տեսնեք։ Մի հատ էլեմենտար էմոցիա նկարագրված չի ստեղ։ Էսի հատուկ եմ շեշտում, որ ես ու դու զանազանենք, երբ որ հեսա մենք կուսումնասենք սատանայից եկած երազները, դու կտեսնեք այն լրիվ տարբեր է։ Ուրեմն, եկեք ուշադրություն դարձնենք, էսի կոչվում է Աստծո լեզուներից մեկը, որ ինքը հոգու լեզուն է օգտագործում երազների տեսիլքների միջոցով մարդկանց հետ խոսալով, ու բնութագիրը այսպիսին է, որ նա փրկում է, բժշկում է, հայտնություն է տալիս, խրատում է, սովորեցնում է, ազատագրում է։ Լավ, շատ հետաքրքիր է։ Ու 19-րդ խոսքից մենք կարդում ենք արդեն այն ստիպված լեզուներից մեկը, որ Աստված թույլ է տալիս արդեն։ Ոչ թե Աստված մեկին հիվանդությամբ զարկում է։ Երբ որ մենք այս լեզունել ենք անարգում, արդեն մենք կարելի ասել հարվածի տակ ենք դնում մեր անձերը։ Հարվածը գիտեք որն է, նկարագրված այսպես։ Նա խրատվում է ցավովել իր անկողնի վրա եւ նրա ոսկորների կռիվը սաստիկ է լինում։ Եվ նրա կյանքը զզվում է հացից եւ նրա հոգին ցանկալի կերակուրներից։ Նա վերջացնում է նրա միսը ոչ էլ երևում է։ Ասում են նա վերջացնում է նրա միսը, որ էլ չի երևում, եւ դուրս են ցցում նրա ոսկորները, որ առաջ չէին երևում, եւ նրա անձը մոտենում է կորսյան, եւ նրա կյանքը սպանողներին։ Ստեղ մենք մի բան ենք տեսնում, որ երբ որ մարդը բանավոր խոսք անարգում է, երբ որ մարդը երազների միջոցով եկած Աստծո միջամտությունը անարգում է, ինքը դուր է բացում այս վիճակին, որը կարելի ասել ստիպված լեզու է, որ կարելի է ինչ որտեղ ընկալել Աստված թույլ է տալի, ոչ թե Աստված հիվանդություն է տալի։ Ու մարդիկ իրանց խելքի պատճառով հայտնվում են օտարբաների մեջ ու արդյունքում ինչ է կատարվում, նրանք սկսում են էլ իրանց մեղքերով չզբաղվել, որովհետև հիվանդ մարդը էլ մեղքի հետևից չի ընկած, նա ուզում է դրանից ազատվի։ Երբ որ մարդը հիվանդ է, ինչ մտածի ինչ որ հաճույքների մասին։ Հիվանդ մարդիկ երբեք էլ չեն մտածում մեղքերի մասին։ Նրանք մտածում են ոնց էս հիվանդությունից դուրս գանք։ Այստեղ մենք տեսնում ենք 4-րդ լեզուն, որ Աստված օգտագործում է, ամենաճոխ լեզուներից մեկն է էլի բացվում։ Կարդում եմ ձեզ համար, տեսեք։ 23 խոսքից։ Եթե նրա համար կա մի միջնորդ հրեշտակ, 1000-ից գերազանցող մեկը, որ իմացնե մարդից նրա ուղղությունը։ Այստեղ բացվում է մեկնաբանողների ծառայությունը, բարեխոսների ծառայությունը, որ դու Աստծուց բաներ կարաս լսես, որ օգնություն հասցնես, որտեվ երազ տեսնելը մի բան է, բայց երազը մեկնաբանելը այլ բան է։ Մեկնաբանությունը պարգևի հետ է կապված, տեսնելը Աստծու ուղարկած ինֆորմացիան է, ուղղակի իր կողմի հետ է կապված։ Դրա համար մենք ստե տեսնում ենք, որ այս 1000-ից մեկը
Կարաս դու լինես որևիցե մեկի համար։ Ուզում ես այդ 1000-ից մեկը լինես։ Եղի, մենակ թե եղի։ Ասա Տեր, եթե ես կարամ այդ 1000-ից մեկը լինեմ ինչ որ մեկին օգնելու համար, ապա ես ուզում եմ այդ 1000-ից մեկը լինեմ։ Որովհետև միլիարդի հետ գործ ունենք։ Դու դարձի այդ 1000-ից մեկը։ Էդի բավական կլինի, որ շատերին դու օգնես։ Եկեք ուշադրություն դարձնենք, ի՞նչ է կատարում։ Ասում այն ժամանակ նա ողորմում է նրան եւ ասում. ազատի նրան կորուստի իջնելուց եւ քավություն եմ գթե ասում է։ Ու հաջորդը բժշկությունն է, որ ասում է իմ ամբողջ մարմինը մանուկի պես, ասես նոր մարմինա ձեռք բերում։ Այդտենց Հոբը կյանքի է կոչվում։ Նա ասում է ոնց ալնելու քո փրկության ճանապարհը, ու իր փրկության ճանապարհը այդպես էլ լինում է։ Լավ, ինչևէ, ուզում եմ նորից հետ վերադառնամ այս սկզբունքին, որ ստեղ նկարագրված է բնութագիրը կամ բնությունը կամ բնավորությունը Աստծուց եկած երազների։ 6 բան մենք ստե տեսանք։ Նա հայտնություն է բերում, նա խրատում է սովորացնում է, նա զգուշացնում է, նա պաշտպանում է, նա փրկում է, նա ազատագրում է։ Այս բոլոր բաները տեսնում ենք Աստծուց եկած երազների բնութագրի մեջ։ Ոչ մի էմոցիա չկա սրա մեջ, բայց այս բաները երբ որ մենք տեղ ենք տալի, կատարվում է, մեծ ուրախության ակտիվություն է սկսում յուրաքանչյուրի կյանքում։ Ամեն։ Ամեն թե ոյմեն։ Դուք համարձակ ամեն ասեք, եթե համաձայն եք, եթե համաձայն չեք, էլի ամեն ասեք։ Ասեմ ինչու։ Որտեղ մեկ-մեկ լնում է, որ մարդը ինքը չի հասկանում, ստե, չի ուզում ամեն ասի, ասում է, բա որ սխալն ինչի ամեն ասեմ։ Վստահի ասում։ Վստահի ասում։ Եթե վստահում ես, ուրեմն դու պետք է վստահես, մինչև վերջ։ Լավ, եկեք մյուս աղբյուրը տեսնենք։ Առաջին աղբյուրը մենք տեսանք Աստծուց եկած երազների մասին, ինչպիսին են։ Հիմա երբ որ մենք սատանայից եկած երազների բնութագիրը նայենք, դուք շատ արագ կտեսնեք տարբերություն, շատ արագ, որտեղ դրա մասին էլ մենք կարդում ենք Հոբի մեջ։ Բացեք ինձ այդ միասին 4-րդ գլուխ Հոբի 12-ից 21 խոսքեր իրար հետ անցնենք։ 12-րդ խոսքը նորից խոսում է ոնց որ նույն համակարգը, ոնց ես ասեցի, առաջինը բանավոր խոսքն է, հետո գալիս է երազների դաշտ, հետո գալիս է արդեն այն նյութը, ինչ որ այդ երազները իր հետ բերում են։ Եկեք կարդանք առաջինը։ Ասում է եւ գաղտագողի մեկ խոսք ասեցին ինձ, իմ ականջները նրանցից մի շշուկ առավ։ Սա մեր բանավոր ոլորտից եկած ինֆորմացիաներն են։ Ինչ որ մի լուր ես լսում, ինչ որ մի շշուկ, ինչ որ մեկը փսփսում է քո ականջի տակ, դու էդի չես լսում գիշերվա մեջ։ Երազի մեջ։ Դու դա լսում ես սովորական այս բնականon process-ի մեջ։ Մեկը եկել է քեզի, մեկի մասին ես բացասական բաներ ասում, ականջդ լսեց։ Չի բացառում, որ գիշերը սատանան քեզ հյուր գա։ Դրա համար դու պետք է զգուշ լինես, ականջդ ում ես բացում ես աշխարհում։ Մենք ստե պետք է խորագետ լինենք, երբ որ ստե նկարագրումը ոնց է դա սկսվում, ուրեմն պետք է արթուն լինենք, հասկանանք, շատ པարզ, գաղտախոսի, ինչ որ մի շշուկ, ինչ որ մի միտք, ինչ որ մի լուր հանկարծ այցելում է սովորական բնականon մթնոլորտում, հանկարծ դրանից հետո բաներ են սկսում կատարվել։ Եկեք կարդանք 13-րդ խոսքը։ Գիշերվա երևակայությունների, մտահուզությունների ժամանակին մարդկանց վրա խոր քուն ընկնելիս։ Ուշադրություն դարձրեք այս խոսքը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը ստե գրավեմ, նայեք։ Ինչ էլեմենտներ է օգտագործվում գիշերվա երևակայությունների, մտահուզությունների ժամանակին։ Գրած է, չէ՞ ստեղ։ Հիմա խնդրում եմ մի ակնթարթ եթանք նորից 33-ի 15 խոսքը։ Երազում, գիշերի տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն ընկնելից, անկողնի վրա քնելիս։ Տարբերություն տեսակ։ Ստե ոչ մի էմոցիայի գաղափար չկա։ Ոչ մի էմոցիայի գաղափար չկա։ Իսկ հիմա նորից գնանք 4-ի 13-ը։ Նորից են կարդում։ Ինչ ասում։ Գիշերվա երևակայությունների, մտահուզությունների ժամանակին ինչ երևակայություն։ Այն ինչ որ գաղտնի քեզ խոսացել են, այն ինչ որ դու լսել ես, այն ինչ որ լուրեր դու ընկալել ես, այն ինչ որ մի բան որ քո մեջ սենց ֆրծրել ես։ Մեկ մի բան ասել է, դու ուրիշ բան ես հասկացել։ Ու երևակայություն, մտահուզություններ, նայեք, ասում է, այդ ձևով մարդը պարկում է քնելու։ Ու 14 խոսքից սկսում ենք, ուշադիր հետևում ենք։ Երկյուղը պատահեց ինձ և դողում, շարժեց իմ բոլոր ոսկորքը,
Առաջովս մի ոգի էլ անցավ, մարմնից մազերը քստմնեցան։ Նա կանգնեց եւ ես չճանաչեցի նրա կերպարանքը։ Մի երևույթ կար աչքիս առաջին, սոսափյուն եղավ, ես մի ձայն լսեցի, որ ասում էր. Միթե մարդ Աստվածանից արդար է, կամ մի այր իր առաջից մաքուր, ահա նա իր ծառաներին չի հավատում, իր հրեշտակների վրա պակասություն է գտնում։ Ուր մնաց կավեղին տներում բնակողները, որոնց հիմունքը փոշի մեջ է, որոնք ջարդվում են ցեցի նման։ Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության կորչում են հավիտյան, ահա նրանց լարը կտրվում է եւ նրանք մեռնում են այն էլ ոչ իմաստությամբ։ Եկեք հիմա այս հատվածը իրար հետ անցնենք։ Նայեք, 14 խոսքից նկարագրում է մի ամբողջ էմոցիաների համակարգ։ Ուշադրություն, երևակայություն, մտահուզություններ, ու մենք տեսնում ենք արդեն երազների մեջ նմանատիպ այցելություններ, որ չարից ալնում, ավելի շատ էմոցիաները առաջի պլանում են։ Ուստեղ մենք տարբերություն ենք տեսնում։ Աստծուց եկած երազների մեջ էմոցիաները առաջին տեղում չեն, ոնց ասեմ, իմաստն առաջին տեղում, նոր հետո էմոցիաներ։ Իսկ սատանից եկած երազները էմոցիաները վերցնում են մարդուն։ Տեսեք, ստե նկարագրվածը բոլորը էմոցիա, մեծ մասը, ասում է երկյուղը պատահեց եւ դողումը։ Մյուս էմոցիան, շարժեցին բոլոր ոսկորները, էդի նշանակում է մարդը լարվածության մեջ է։ Հետո ասում է, առաջովս մի ոգի էլ անցավ, այս են բոլոր երևույթներն են, որ հաճախակի մարդիկ ասում են, ինչ որ մեկին տեսա սարսափ եկավ իմ մեջ, ինչ որ մի տարօրինակ մեկներ, ինչ որ մի տարօրինակ մեկներ, էսի հենց այդ մեկերի մասին է խոսում։ Դա ռեալ նկարագրություն է, որ հարցնում ես մարդուն, ծանոթ մեկներ, չէ, ծանոթ մեկը չէր։ Ուրեմն չար ոգի է էլի, այս մեկն է եղել, որի մասին ասում է։ Հələ տեսեք ինչ է ասում շարունակությունը։ Ասում է, երբ որ այդ առաջոց մի ոգի էլ անցավ, մարմնից մազերը քստմնեցան։ Ամբողջ այս հատվածը զարմանալի է, բայց անընդհատ էմոցիոնալ ինչ որ բան է ակտիվացում։ Էմոցիաներ, էմոցիաներ, էմոցիաներ։ Շարունակենք։ Եվ ասում եմ, նա կանգնեց եւ ես անգամ չճանաչեցի նրա կերպարանքը։ Ասում է, եւ երևույթը կար աչքիս առաջին, սոսափյուն եղավ։ Եվ այս մթնոլորտից մարդը ձայն է լսում։ Ինչ ենք մենք տեսնում Իրանից եկած երազների մեջ։ Եկեք հիմա նայենք այդ 3 հիմնական ուղղությունները, որ չարից եկած երազները իր հետ բերում են։ 3 հիմնական ուղղություն։ Առաջին ուղղությունը հետեւյալն է։ Ուշադրություն դարձնենք 17-18 խոսքերի մեջ։ Ասում է, միթե մարդ Աստվածանից արդար է կամ մի այր արարչից մաքուր է։ Ճիշտ խոսք է։ Ոչ մեկ արարչից մաքուր չի, ոչ մեկ, սա ճիշտ խոսք է, բայց ոչ տեղին ու ոչ ճիշտ մարդուց։ Եթե դու արդար մարդ ես, կանգնես մեկին ասես, միթե մարդիկ Աստծուց արդար են, կհասկանամ, բայց երբ որ մի մեղավորն է կանգնում ասում, միթե մարդը իր արարչից արդար է, այս դեպքում դու չես կարող հասկանաս։ Ու ով ասում, այդ ոգին, այդ երևույթը, այդ անհասկանալի մեկը, որին մարդը չի կարողանում ընկալի։ Ուշադրություն դարձեք, սատանան միշտ օգտագործում է ճիշտ խոսքը, բայց ոչ նպատակով ճշտության մեջ մարդուն բերելու, այլ մարդուն կոտրելու, փչացնելու։ Դուք ստե պետքա շատ զգուշ լինեք։ Երբ որ ես ու դու հանկարծ օգտագործենք որևիցե մի ճիշտը, որևիցե մի ճշմարտություն մարդուն կոտրելու համար, մենք վտանգի մեջ ենք։ Մենք ճիշտ հոգուց չենք գործում։ Ճիշտը չի եկել մարդուն կոտրելու համար, ճիշտ եկել է մարդուն ազատելու։ Ստեղ պետքա ուշադրություն, հիմա հետևենք մյուս վտանգին։ Առաջին ինքը ճիշտ օգտագործում է մարդուն կոտրելու համար։ Երկրորդը, մենք տեսնում ենք հետևյալը։ Ասում են նա իր ծառաներին չի հավատում։ Բացահայտ սուտ։ Երբ որ դու վախի մթնոլորտի մեջ ես, դու բաց ես ամեն ինչի հավատալու։ Իսկ ստե մենք տեսնում ենք գնում է համար առաջին ինչը հեղինակազրկումը։ Նա հեղինակազրկումը ում Աստծուն, որ իբր Աստված ինչ անում։ Իր ծառաներին չի հավատում։ Ոնց եք մտածում, սա ճիշտ խոսք է։ Աստված քեզ հավատում է։ Համոզված ես, որ հավատում է։ Ուրեմն եթե հանկարծ sense երազգա, որ ասի Աստված իր ծառաներին չի հավատում, դու վրաս կհասկանաս, չէ՞ որ դա սուտ է, Աստուց չի։
Որտեվ ստե շատ հստակ ուղղություն է տալիս։ Նա ասում է, նա իր ծառաներին չի հավատում։ Ում մասին ասում, Աստծո մասին։ Աստծուն վարկաբեկեց։ 1. Երկրորդը տեսեք ինչ անում։ Նա սկսում է արժեքազրկել բոլոր ուղարկվածներին, հրեշտակների դեմքում եւ ավետարանիչների, հովների, ծառայողների, ուղարկված ծառայողների դեմքում։ Որովհետև հրեշտակ բառը ինքը թարգմանված նշանակում է ուղարկված, մարդիկ, որ ուղարկվում են, իրանք ասես հրեշտակի պես գալիս են լուր են բերում ինչ-որ մեկի համար։ Տեսեք ինչ ասում, նա ասում է իր հրեշտակների վրա պակասություն է գտնում։ Սիրելիներ, մենք պետք է ստեղ զանազանենք։ Երկրորդ բանը մենք տեսնում ենք, որ ինքը սկսում է արժեքազրկել ում ծառայողներին, հովիվներին, ուղարկված հրեշտակներին։ Արժեքազրկման process է սկսվում։ Առաջինը հեղինակազրկում է Աստծուն, երկրորդը արժեքազրկում է իրանից ուղարկված մարդկանց, եւ երրորդը նսեմացնում է, հողին հավասարացնում ամենակարևորը մարդը, ում համար ամբողջ երկինք աշխատում է, որ ինքը փրկվի։ Ուշադրություն դարձնենք երրորդ էլեմենտին։ 10-րդ խոսքում է գրված, ասում է ուր մնաց կավեղեն տներում, դե եթե ինքը իր ծառաներին չի հավատում, իր հրեշտակների վրա պակասություն է գտնում, ապա դու ով ես, որ քեզի հələ մի հատ էլ տեղ տա։ Մենք ստե տեսնում ենք նսեմացում։ Մարդը նսեմացվում է, ամբողջությամբ զրոյին է հավասարեցվում։ Հողու փոշի ենք, մենք բոլորս էլ գիտենք, բայց արժեքազրկել կամ նսեմացնել ոչ մեկիս իրավունք չի տրված։ Ինչու՞։ Որովհետև այս ոչնչության համար մեկը մահացել է։ Մեկը արյուն է թափել, ու մենք իրավունք չունենք իր արած գործից հետո ոչնչացնենք մի երևույթ, որի համար այդպես թանկ գինա վճարվի։ Այստեղից դու պետք է զանազանես, ինչի իրանից եկած երազները հանկարծ փչացնում են ամենաճոխ գեղեցկությունը, որի համար Հիսուսը կանգնած է, որ փրկվի։ Ու հանկարծ ես հիմա սենց վերցնեմ։ Եթե ես ասենք, տեսնում եմ, դե որ մարդը ոչինչ է, ցեցի կերակուրա, այսպես մի երևույթ, հարց եմ ուզում տամ բոլորիս։ Ես ինչի պետք է կյանք դնեմ այդպիսիների համար։ Ես կյանք չեմ դնի, եթե իմ ներսում մարդը արժեքազրկվավ, եթե իմ ներսում Աստված հեղինակազրկվավ, եթե իմ ներսում հովիվները արժեքազրկվան, ես ինչի պետք է այդ տեղում գտնվեմ։ Այսինքն շատերը հեռանում են եկեղեցուց, այսինքն շատերը հեռանում են Աստծուց, այսինքն շատերը հեռանում են մեկը մյուսից։ Ուստեղ ով է աշխատում։ Մի հոգի, դա սատանան է։ Այսինքն իրանից եկած երազները դուք տեսաք ոնց է գործում։ Երբ որ իրանից եկած երազներին դուք ուշադրություն դարձնեք, դուք ապշած եք մնում, որ էմոցիոնալ մթնոլորտը առաջի պլանում է, հետո դրանից հետո արժեքազրկող process-ը։ Աստծուց եկած երազները էմոցիան հետևում է իր ասածին, երբ որ ինքը մի լավ բան անում քո ներսում, դրան է հետևում ուրախությունը ու խաղաղությունը ու ամեն լավ բանը։ Մենք տեսնում ենք, որ լրիվ հակառակ process-ա տեղի ունեն։ Այս հողի վրա դու կարա շատ արագ զանազանես քո կյանքում եկած որևիցե մի երազ, Աստծա թե Աստուց չի։ Շատ արագ կարա զանազանես։ Ու Աստծուն պետք է որ դու շատ արագ զանազանես, ոչ թե խառնվես, այլ արագ զանազանես։ Աստծուց եկածը քեզի կոնկրետ բաներ է սովորացնում։ Սատանից եկած երազը ընդհանրապես քեզի արժեքազրկում է, եթե քեզ կարա արժեքազրկի, ուրեմն բոլորին կարա արժեքազրկի։ Լսում եք, էսի պետք է մենք վերցնենք մեզ համար։ Ուրեմն այս աղբյուրը հասկացանք։ Հիմա այդքան երրորդ աղբյուրը։ Ոնց տեսնենք, որովհետև մենք մարդ ենք, մենք էլ ենք աղբյուր հանդիսանում, հիմք հանդիսանում, կարամ ասեմ, որ մեզանից էլ են երազներ արտադրվում։ Մենք պետք է իսել տարբերենք, ինչու։ Որովհետև երբ որ մենք տարբերում ենք, շատ հեշտ է հասկանանք ինչը ինչոց է եւ ինչը ումից է եւ ինչի հետ ժամանակ անցկացնես, ինչի հետ ժամանակ չանցկացնես։ Հիմա մարդուց եկած երազների մասին իրար հետ նայենք։ Գիտեք ինձ ինչն է զարմացնում, որ երբ որ հանկարծ մարդիկ այս երազների ոլորտի մասին մենք մի քիչ խոսում ենք, բան ենք անում, ես ապշած եմ մնում, որ մեծ մասը մարդկանց միանգամից այստեղից բռնվում են, այս մարդկային տեսակի երազներից բռնվում են, ու իրանք գլոբալ ձևով օգտագործում են հակառակվելու ընդհանրապես երազների, տեսիլների, որ Աստծուց գալիս է։ Ու այս է փակում են Աստծո ճանապարհը իրանց կյանքներում։ Եկեք մենք այսօր խորագետ լինենք, դրա համար ենք մենք սովորում, որ մենք զանազանենք ինչը Աստծուց է, ինչը չարից է եւ ինչը նաեւ մեզանից է։ Երբ որ մեզանից է Աստծո տեղ չանցկացնենք,
Դե ոչ մեկը չենք էլ ուզում սատանայի տեղ անցկացնենք, ինչը մեզանից է։ Եթե ինչը որ մեզանից է, շատ արագ դրա հարցերը լուծենք անգամ։ Եկեք տեսնենք, Ժողովող 5:3-ում գրված է հետևյալը. Մարդուց եկած երազների հիմնական գաղափարը բացվում է այս հատվածներում ու մի քանի հատվածներում։ Ասում եմ, որովհետև երազը գալիս է զբաղմունքի շատությունից եւ հիմարի ձայնը շատախոսությունից։ Շատ ռեալ ուղղություն է տալիս։ Երազները մարդկային մեծամասամբ մեր զբաղմունքների հետևանքով է առաջանում։ Մենք ինչով զբաղված ենք մեր օրվա կտրվածքով, դրա հողի վրա մենք կարանք երազներ տեսնենք։ Նշանակում է այդ ամենը կուտակվում է։ Մի գիտնականների գիրք էի կարդում, որոնք ուսումնասիրում են երազների ոլորտը, ինձ զարմացրեց, որ ասում է մարդը իր այդ ոլորտում, գլխուղեղի ոլորտում, ունի այդպիսի մի հատ ապարատ, իր գլխուղեղի մեջ։ Էդի կոչվում է ռետիկուլյար ապարատ։ Ասում է այդ օրգանը պատասխան է տալիս զտման աշխատանքին քո ներսում։ Երբ որ ինֆորմացիան կուտակվում է օրվա կտրվածքով, հանկարծ գիշերը դու երազներ տեսնելու միջոցով ձերբազատվում ես այն ամբողջ աղբից, որ այդ օրերի մեջ կամ այդ օրվա մեջ քո ներսում լցվել է։ Սա բժիշկներն են բացատրում այսպես։ Ինչու է դա կարևոր, որովհետև երբ որ դու զտվում ես երազների միջոցով այդ ինֆորմացիան քեզանց դուրս է գնում, դու բաց ես լինում նոր ինֆորմացիա ստանալու համար։ Իսկ եթե այդ ապարատը չգործի քո ներսում, դու կխելագարվես։ Աստված այնպես է ստեղծել, որ մենք ինչ որ պետք է պահենք, ինչ որ պետք է մեր մեջ ընտրելու կամ ընտրովի մոտեցման այս կարողությունը կամ ինչև հիմա։ Այդ կառույցի պատճառով, որովհետև Աստված ինքը Աստված է։ Ոնց եք մտածում, Աստված մեզ իր պատկերով նմանությամբ է ստեղծել։ Եթե ինքը ընտրելու կարողություն ունի, մեզ էլ չէ այդպես ստեղծել։ Հիմա մեր ընտրության մեջ մենք ունենք, չէ, կարողություն, կամ չար ընտրենք, կամ բարին ընտրենք։ Այդպես է։ Աստված ունի ընտրելու կարողություն, ու ինքը երբեք չարը չի ընտրում։ Բայց քանի որ մենք իր շնորհքից ընկել ենք, մենք չենք կարող չարը չընտրենք։ Թեկուզ ունենք ընտրության գաղափար։ Մեր ընտրությունը ավելի շատ դնում ենք չար բաների մեջ էլ, լավ բաների մեջ էլ։ Անես տպավորությունն է, որ մենք մեր ընտրության իբր թե տերն ենք, բայց խաբված ենք, որտեղ դու քո ընտրության տերը չես։ Քո ընտրությունը ինչի մեջ դրեցիր, այդ մեկն է դառնում քո տերը։ Մեղքի մեջ կդնես, մեղքն է դառնալու քո տերը։ Սրբության մեջ կդրնես, սրբությունը կդառնա քո տերը։ Մենք պետք է իմանանք մեր ընտրությունը դա նրա համար չի, որ դու քո գլխի տերը դառնաս։ Քո ընտրությունը նրա համար է, որ դու ինչ որ մեկի հետ համագործակցես։ Սրա համար ընտրությունը տրված մեզ։ Ու այս դեպքում մենք տեսնում ենք, որ Աստծուց եկած երազները եւ չարից եկած երազները եւ մեզանց եկած երազները մենք բոլորն էլ ընտրելու կարողությունն ենք, բայց որ ընտրեցինք դրա գերին ենք դառնալու։ Սա գաղտնիքը դրա մեջ է, որ դու չխառնվես իրար կամ չշփոթվես կամ չխաբվես։ Քո ընտրությունը նրա համար չի, որ դու գլխի տեր դառնաս։ Քո ընտրությունը նրա համար է, որ դու վերջ-վերջո իր հետ համագործակցության մեջ գաս։ Ուրեմն մարդուց եկած երազները ասում է զբաղմունքի շատությամբ է տեղի ունենում։ 7-րդ խոսքը ասում է ինչպիսի բնութագիր ունեն մարդուց եկած երազները։ Շատ հստակ 7-րդ խոսքը 5-րդ գլխի Ժողովող մեզի ուղղություն է տալիս։ Եթե Աստծուց եկած երազները նրանք նպատակ են հետապնդում օգնեն, փրկեն, բժշկեն, ազատագրեն, ուղղություն տան, մտցնեն քեզ քո կոչման ճակատագրի մեջ, սատանից եկած երազները իրանք ունեն բնութագիր ինչ անելու, արժեքազրկելու, հեղինակազրկելու, նսեմացնելու եւ վերջի կործանելու, ապա մարդուց եկած երազները իրանք զբաղմունքի շատության պատճառով են գալի եւ իրանք բնութագրով ասում է ունայնություն են։ Ամենապարզ բառով բացատրում է Ժողովողը։ Սողոմոն իմաստունը մեզի տեղեկություն է տալիս։ Ասում է, որտեվ շատ երազներում եւ շատ խոսքերում շատ էլ ունայնություն կա։ Ուրեմն այն երազները, որոնք մեր սովորական ամեն օրվա զբաղմունքների հետևանք են, նրանք ոչ մի ինչ-որ իմաստ չեն բերում մեր կյանքի մեջ։ Նրանք ունայնությանը հավասար բնութագիր ունեն։ Այստեղ մենք տեսնում ենք, որ շատ երազներ հետևից ընկնելը այս դեպքում անիմաստ է դառնում։ Ինչու՞, որովհետև դուք ամենաշատը այս տիպի երազներ եք տեսնում։ Լսում եք։ 95% ձեր տեսած երազները 95% կարան այս բնույթի լինեն, որովհետև մենք շատ զբաղմունքներ, շատ իրարանցումներ ունենք, շատ շփումներ ունենք։ Դեր մի ժամանոց ֆիլմ նայի, հաստատ համոզվածելի գիշերը երազ կտեսնես, գլխավոր հերոսը դու ես։
Որտեվ դու նայում ես ֆիլմ, մեկ էլ ասում ես, այ որ սենց աներ, այ որ նենց աներ, այ որ նենց աներ։ Ովքեր էլ ֆուտբոլ են սիրում, այդ խաղացուն, այսպես պետք է խփեր, այսպես պետք է խփեր, այնքան տպավորված գալիս է տուն գիշերը երազատեսում, որ ինքն է այդ խփողը արդեն։ Ու խփում է գոլ, հլի մի հատ էլ կարող է ուրախանա, որ գոլ խփե։ Ու հլի մեկ էլ ասի, ափսոս ես չէի այդ խաղացողը, ես լավ կխփեի։ Սենց ինֆորմացիա են ստանում, սա ոչ մի ինչ-որ կարևոր հետք չի բերում ես համար։ Մենք տեսնում ենք, որ մարդուց եկած երազները իրանք մեծամասամբ ունայնություն են։ Մեզի պետք է իրականում այդ մոտավորապես այդ 5%-ի մեջ զանազանենք ինչը հասուց է գալիս եւ ինչը չարից է գալիս։ Լսում եք։ Երբեք առյուծի բաժինը տրված չի չարին։ Երբեք առյուծի բաժինը տրված էլ չի Աստծուն։ Առյուծի բաժինը տրված է քեզ, ու դու ունես ընտրություն, ում բերես քո երազների աշխարհ։ Լսում եք։ Դու ունես ընտրություն, ում կբերես քո երազները։ Դրանից է կախված, թե այդ տոկոսային վիճակը ուր կհասնի։ Դու կարաս Հիսուսին բերես քո երազների աշխարհ, ինչ ձեով մտածելով ամեն նոր օրը, որ քո առջև բացվել է, իր ճանապարհների մասին, իր խորհուրդների մասին։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, երբ որ մեր կյանքում սկսում է շատանալ Աստծո երազները, դա գալիս է մենակ մի բանի պատճառով։ Երբ որ մենք իր ասածների մասին շատ ենք երազում, մտածում, խորհում, մեր երևակայությունը իր հետ անցնում, մեր երևակայությունը պետք է կապված լինի երկնքի հետ։ Կողոսացիների 3-րդ գլխում Պողոս առաքյալը շատ հրաշալի խոսքեր է մեզի ասում է հետևյալը. Քանի որ, թեկվի կողքիդ ընկերոջ ասա, քանի որ դու Քրիստոսի հետ հարություն ես առել, վերիները խնդրի եւ վերիների մասին մտածի։ Սա մենք չենք անում քնած ժամանակ, սա մենք անում ենք արթուն ժամանակ, ու երբ որ դու արթուն ժամանակ էդի անում ես, քո երազների մեջ կգա մեկը այցելության քեզ, Սուրբ Հոգին, կայցելի քեզ այդ դեպքում, նա կայցելու քեզ կօգնի, ոնց որ այցելեց Սողոմոնին։ Գիտեք, մենք նայում ենք Սողոմոնին, երբ որ երազի մեջ դա կարող եք դու գրել ձեր մոտ տանը կարդաք։ 3-րդ գլխում, 3-րդ խոսքից սկսած մինչև 15-րդ խոսքը նկարագրված է, երբ որ Սողոմոնը մեծ զոհեր արեց ու Աստծուն սիրեց, ու ասում է գիշեր Աստված եկավ իրան այցելության, ու Աստված իրան ասեց Սողոմոն, ինչ ես ուզում որ քո համար անեմ։ Ու Սողոմոնը երազի մեջ ինքը ինչքան պատրաստված էր, որ կարողացավ ասեց ինձ իմաստություն տուր, որ ես ժողովրդին ծառայեմ, չէ՞։ Մենք նայում ենք, ասում ենք, այս ինչ պատրաստված մարդ է, այս ինչ լավ վիճակում գտնվող մարդ է, երազի մեջ, ոնց կարողացավ ինքը ճիշտ բան ուզի ասուց։ Պատճառը գիտեք որն էր, որ իր հոր խոսքերին ականջ էր դրել բնականոն process-ի մեջ, որ իր հերասմեր տղես, ուշադիր եղի իմ ասածներին։ Ականջը տուր իմ ասածներին, աչքերիդ առաջ պահի իմ ասածները, սրտիդ մեջ արժեքավոր իմ ասածները, այն ժամանակ դու կյանք կգտնես, այն ժամանակ բարիք կգտնես։ Մինչև այդ տեղը հասնելը ինքես խրատների հետ էր աշխատում, դա պատահական չի, ինչու ինքը երազի մեջ այդպես պատրաստված Աստծուց իմաստություն խնդրեց, որովհետև ինչ որ մեկը լավ աշխատել էր ցերեկը իր հետ։ Այսպես պետք է մենք զանազանենք, ցերեկվա մեր աշխատանք Աստծո խոսքի հետ, նա պաշտպանում է մեր երազների աշխարհը, որ մեր երազների մեջ ոչ թե չար այցելության գա, այլ Տեր այցելության գա։ Համաձայն եք։ Ուրեմն, սիրելիներ, այս 3 բաները ուզեցա, որ դուք տեսնեք շատ հստակ։ Առաջինը մենք տեսանք ոնց է Աստծո բնութագիրը, Աստծո եկած երազների բնութագիրը։ Սա հրաշալի աղբյուր է։ Դուք պետք է իմանաք, Իրանից եկած ամեն ինչ նա նպատակ ունի քեզի օգնելու, փրկելու, բարձրացնելու, գործածելու, առաջխաղացման մեջ տանելու։ Թշնամուց եկած երազները նա էմոցիոնալ դաշտ է ստեղծում, որտեղ դու սարսափ վերապրես, վախ վերապրես, երբ որ դու վախ ես, քեզ ինչ ասեն դու կսկսես հավատալ։ Աստծո վախը այդպեսին չի։ Այն որ խոսքը ասում է, որ հավատքը ամեն բանի վստահում է, հավատում, սերը ամեն բանի sense հավատում է, վստահում է, էդի կապ չունի այս մի տեսակի հետ։ Ինքը այնքան ճանաչողության երևույթ ունի Աստծո հետ, որ նա գիտի իր հերը իրան սխալ ուղղությամբ չի տանի այդ կարգի վստահությունը։ Իսկ ստեղ երբ որ վախի մթնոլորտ է, քեզ ասեն սենց անես կանես, քեզ ասեն նենց ան կանես։
Այդ թե ինչի թշնամին առաջինը էմոցիոնալ դաշտի հետ աշխատում, նոր հետո սկսում է արժեքազրկել։ Մի օր մեկ ինձ ասեց երազ եմ տեսել քովերով։ Ասի եւ ինչ ես հասկացել, պատմի տենամ ինչ երազ ես տեսել։ Ու երբ որ ինքը պատմեց երազը, ես ծիծաղեցի ճիշտն ասած։ Գիտեք երազի մեջ ինչ էր տեսել։ Երազի մեջ տեսել էր, որ ես իբր պապիրոզ եմ ձեռքերից մեջ խաղցնում, ուզում եմ կպցնեմ, սենց բաներ, մեկ էլ ես էլ ասում եմ կողքից մտածում եմ, «Ոյ, ես մարդ, բայց ես ինչ է իրան թույլ տալի»։ Ու դու ասում եմ հետո մտածեցիր, որ ես մեղք ունեմ, չէ՞ իմ կյանքում։ Ձեռագիրը ինքան հստակ էր։ Ասեցի լավ, ամենատրամաբանական մեկնաբանությունն եմ քեզ ասում։ Այն ինչ որ հովիվներին անթույլատրելի է, ուրեմն բոլոր անդամներին անթույլատրելի է։ Լսեցիք։ Չջոգեցիք աչքիս։ Երբ որ դուք կարողանում եք ձեր ֆայմը կտրումը, հասկանում եք, ձեր տրամաբանությունը աշխատում է, որ այս բանը անընդունելի է հովիվների համար, ուրեմն ամբողջ ժողովուրդը պետք է մի մարդու պես հասկանա, ուրեմն ինձ համար էլ անընդունելի է։ Եթե դու կարողացել ես այդքանը ջոկես, այդ երազի միջոցով, ուրեմն նշանակում է ամենափոքր մեղքն էլ քեզ անընդունելի է։ Եթե ինձ անընդունելի, ուրեմն քեզ էլ անընդունելի։ Ես այդ անարգ իրավիճակից պատվական բանը հանեցի, որ իրան օգնեմ։ Բայց հաջորդը ասենց բան ասեցի, գիտես, այդ երազը կոնկրետ եմ ասում ասուցչի։ Գիտեք ինչու։ Որտեվ ես գիտեմ ձեռագիր արդեն։ Ինչու։ Որտեվ ասում ինչ որ մի անշնորհք մեկը ուզեցել է երակ մտնի ու քո համար արժեքազրկի ինձ, որ դու ինձանից էլ երբեք խոսք չլսես։ Այսինքն կոնկրետ ասեցի։ Գիտեք ինչու։ Որտեվ խոսքն է տես մեզ սովոր ասում։ Թշնամին նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Գիտեք ինչու։ Որտեվ նա միշտ ուզենալու է արժեքազրկի։ Մեկս մյուսին, իրանց եկած երազները տենց են։ Ուզենալու է նսեմացնի մեկս մյուսին, որ պետք է ժամանակ կյանք չդնենք մեկս մյուսի համար։ Եվ ինքը ուզենալու է արժեքազրկի կամ հեղինակազրկի ամենակարևորին, որ իր որդուն չի խնայե քեզ համար։ Ինչքան մարդիկ խաբվում են, մտածելով, որ Աստված իրանց չի սիրում։ Ինչա որ իրանց մի կյանքի ինչ-որ մի բնագավառում չի ստացվի ինչ-որ մի բան։ Ոնց է թշնամուն հաջողվե հեղինակազրկի Աստծուն, որ այդ մարդիկ էլ Աստծո այդ գործ չեն ուզում բռնեն։ Ոնց է այդ թշնամուն հաջողվե արժեքազրկի ծառայողներին, որ իրանք էլ ծառայողներից խոսք չլսեն։ Ոնց է իրան կարողացե հաջողվե արժեքազրկի ամենակարևոր մարդուն իր կողքի մարդուն, որ ինքը մարդու հետ գործ չբռնի։ Ու հանկարծ մարդը հետում է, ընկնում է մի չար ընկերակցության մեջ, արդյունք ինչ ենք տեսնում, որ չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Սիրելիներ, ուզում եմ, որ դուք այս հստակություն տեսնեք։ Ուրեմն, հիմքը առաջին աստվածային, ինքը գալիս է, փրկում է, բժշկում է, պաշտպանում է, ազատագրում է, զգուշացնում է, ուղղորդում է։ Լավ, մենք տեսնում ենք սատանից եկած երազները, սարսափա, անհանգստություն, լարվածություն, վնասաբեր բաներ, ու արդյունքի ինչ ալնում, գնում է արժեքազրկում, հեղինակազրկում, նսեմացում։ Յուրաքանչյուր նմանատիպ երազը դա Աստծուց չի, դուք պետք է շատ հստակ հակառակվեք եւ աղոթեք հակառակ դրան։ Եթե դա ձեր ծառայողներն են, աղոթեք ավելի շատ, ոչ թե ընկեք այդ ծուղակը։ Եվ տեսնում ենք մարդուց եկած երազները, նրանք զբաղմունքի շատության պատճառով են առաջանում եւ հիմնականում ունայնություն են, ոչ մի ինչ-որ միտք իրանց հետ չեն բերում։ Դա ավելի շատ աղբահան երազներ են դառնում, մեզանից երազների միջոցով կուտակված ինֆորմացիան դուրս է գալիս։ Հալելույա։ Ինչ-որ բան ստանում եք, ինչ-որ բան օգտակար է։ Հավատում եմ, որ Աստված շատ հրաշալի բաներ անում։ Մենք հիմա այս դասաժամին մի քանի բան կնայենք, մարգարեական երազների մասին կնայենք, հենց այդ հիմքի վրա, որ Աստծուց գալիս են, չէ՞։ Մենք քանի որ հիմքը դնում ենք, հիմքին համաձայն կուսումնասիրենք։ Ոնց ենք հասկանում մարգարեական երազներ։ Մի փոքր, ասենց ասեմ, մասնագիտական տերմին եմ ասելու ձեզ համար, որ ձեր երազների մեջ ոնց զանազանեք, ձեր մասին է երազը, թե ուրիշի մասին է երազը, ոնց այս հարցերը զանազանենք։ Դրա համար հիմա մենք խոսանք իրար հետ մարգարեական երազների մասին։ Ուրեմն մարգարեական երազները հիմնականում Աստվածաշնչի մեջ մենք տեսնում ենք, որ իրանք բաժանվում են մի 3 խմբի,
Ու այս երեք խմբի երազները որ կան, սիրելներ, դրանցից երկու տեսակը ձեզ է վերաբերվում, նոր մի տեսակը ուրիշներն է վերաբերվում։ Ու մենք դրա մասին մենք իրար հետ կնայենք։ Առաջինը ուզում եմ, որ դուք եթե բացում եք, կարող եք բացել Թվոց 12-ի 6-րդ խոսքը, մի հետաքրքիր կոնտեքստ, որ մենք կարդում ենք այս հատվածում, սա մի շատ ոնց ասեմ, շատ դասական տեղ է, ու ուզում եմ, որ դուք իմանաք, որ երբ որ մենք երազներ, տեսիլքներ, որ պարգևը սկսում է շատ այս ոլորտում բացվել մեզ համար կամ գործել մեր միջոցով, մենք պետքա ընտանիքը կծողներ չլնենք, կներեք այս խոսքիս համար։ Ես ապշած եմ մնում, որ մեծամասամբ մարդիկ ոնց որ մարգարեական խոսքը չեն հասկանում, որ մարգարեական խոսքը կամ մարգարեական երազները, որ գալիս են, դրանք նրա համար չեն, որ մենք ինչ-որ մեկին կոտրենք, ինչ-որ մեկին վնասենք, ինչ-որ մեկին ցույց տանք, որ մենք իրանցից ավելի մեծ ենք, ավելի լավն ենք, ավելի կարևոր ենք։ Չէ։ Դուք պետք է էսի զանազանեք։ Ուրեմն այս հատվածը, որ մենք կարդում ենք Թվոց 12-ի 6-րդ խոսքում, մի պատմություն էր, մի իրարանցում էր, պատկերացեք Մարիամը, Ահարոնը միաբանվում են իրար հետ ու իրանք ինչ են անում, ասում են խիմենակ Մովսեսն է, որ Աստծո ձայնը լսում, մենք բոլորս լսում ենք, բայց իրանք էդի բացում են Էզևի հողի վրա, իրանք ասում են, որ Մովսեսը ճիշտ չի, որովհետև Եթովպացի կին ունի, տեսեք որտեղից է սկսում, մի հատ տարօրինակ լուր են ընդունում, բայց իրանց սրտի ցավը էդի չի, իրանց սրտի ցավը էսա, որ ինչի պետք է մենակ Մովսեսը ղեկավարի, սաղս էլ օծություն ունենք, սաղս էլ լսում ենք Աստծուն, խիմենակ Մովսեսն է, այստեղ մենք տեսնում ենք, որ մարդիկ իրանց պարգևները սկսում են օգտագործել ընտանիքի դեմ եւ ոչ թե ընտանիքի համար։ Այստեղ ուզում եմ ձեր ականջին օղ կանեք, մատներին մատանի կդնեք, թե իհարկե մենք չենք ասում նակուլ կարեք, բայց ոնց ձեր մոտ կֆիքսեք, որ չմոռանաք, որ պարգևները ձեզ տրված չի, որ դուք ընտանիքի դեմ օգտագործեք, տրված է, որ ընտանիքի համար օգտագործեք, էսի շատ կարևոր է, մեր բոլորիս պարգևները ամեն մեկից, ոնց էլ կբացվի, մենք պետք է գործածենք ընտանիքի համար, ընտանիքն էլ այս դեպքում եկեղեցին է, նաև մեր տներն են, մենք մեր ընտանիքների մասին երբեք չար բան չպետք է խոսանք, անգամ եթե դե չար բան կա, մենք պետք է բարեխոսենք մեր ընտանիքների համար, որ այդ չար բանից փրկվեն, կարևոր է այս բանը, հիմա տեսեք, պատմությունը այսպիսին է, երբ որ Թվոցի մեջ մենք կարդում ենք, Մարիամն ու Ահարոնը իրար հետ միաբանվում են, ասում են, այդ Եթովպացի կնգան, որ առել ես դու ճիշտ չես արի, իրանց աղբորը ուզում են ճշտի սխալի հարցերով կպնեն ու հետո վերջում բացվում է, որ իրանք էդի չէր իրանց սրտի ցավը, այլ իրանք չէին ուզում, որ մենակ Մովսեսը Աստծո ձայնը լսողն է, ուզում են իրանք էլ Աստծո ասողներ դառնան, ու այդ դեպքում Աստված երեքին էլ ասում է, եկեք խորան ձեր հետ խոսալու բան ունեմ։ Գիտեք ինչն է զարմացնում այս պատմության մեջ, որ երբ որ Աստված խոսում է իրանց հետ, երեքն էլ միանգամից լսում են։ Ոչ թե հաթաթ ինչ-որ մեկի միջոցով, բոլորը միանգամից լսում են։ Ու երեքն էլ գալիս են այդ սրահը, այդ խորանի մոտ, ու Աստված սկսում է խոսել։ 6-րդ խոսքը, եթե գրեն մեզ համար, մենք կտեսնենք։ Ինչ ենք մենք կարդում Թվոց 12-ի 6-ում։ Ուզում եմ կարդամ ձեզ համար։ Աստված շատ կոնկրետ ասում է։ Հիմա այս խոսքը լսեցեք, իմ խոսքը լսեցեք։ Եթե ձեզանց մեկը մարգարե լինի, ես Տերս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան։ Ուրեմն ստե արդեն Աստված իր խոսքով բացում է գլխավոր բանը տեսիլքի միջոցով շատ արագ ճանաչողություն է գալի մեր յուրաքանչյուրիս համար։ Եվ երկրորդը ինքը ասում է կամ երազով կխոսեմ նրանց հետ։ Արդեն ստե բացում է, որ Տերը երազի միջոցով ուզում է մարդկանց հետ խոսի։ Ինչ է այս հատվածը մեզ համար կարևոր, որտեղ հաճախակի մենք ուզում ենք կպնենք ինչ-որ մեկի սխալին, բայց մեր ցավը էդի չի։ Մենք ուրիշ ցավ ունենք։ Ուստի բացվում է, որ մարդիկ իրանց պարգևների ճանաչողություն են փնտրում, ու մարդիկ ուզում են, որ ավելի շատ իրանց ճանաչեն, որ իրանք պարգևներ ունեն, որ իրանք կարողություն ունեն, իրանք էլ Աստծուց բաներ են տեսնում, իրանք էլ Աստծուց բաներ են լսում, սիրելիներ չօգտագործեք այս լեզուն, որովհետև եթե դու տեսնում ես, լսում ես, նշանակում է
ժամանակ կա, Աստված կգործածի, դու մենակ ճիշտ մնա։ Դու մնա մենակ Աստծո ալիքի վրա, ընտանիքի հետ մնա, ընտանիքի համար մնա։ Ու երբ որ Տերը այս երկու բանալին ասում է, արդեն ինքը հստակ մեզի տեղեկություն է տալիս։ Տեսիլքի ու երազի տարբերությունը։ Տեսիլքի միջոցով ճանաչողություն է գալիս, երազի միջոցով Աստծո խոսքի ու օգնության այդ ջրորներն են բացվում։ Ինչքան ուժեղ է։ Ու սրա վրա կարանք ավելի խորանանք ու ավելի շատ բան տեսնենք։ Բայց ամենազարմանալին է սա, երբ որ իրանք այս բանը լսում են, դրանց հետո Աստված ասում է, բայց ես իմ ծառա Մովսեսի հետ այդպես չեմ։ Ուրեմն երազներն ու տեսիլքները ավելի շատ մեր ծառայության չափաբաժինն են, բայց ոչ մեր հարաբերությունների։ Երազներն ու տեսիլքները ավելի շատ մեզ կապում են մեր ծառայությունների հետ, որ մենք մեր ծառայությունները պաշարձևով կարողանանք անենք։ Փրկության ծառայությունը, ազատագրության ծառայությունը, օգնության ծառայությունը, հայտնության ծառայությունը, կրթվելու ծառայությունը, բայց երբ որ մենք հարաբերության մարդիկ ենք, մենք այդ դեպքում պարգևներ իրար դեմ չենք օգտագործում։ Ուստեղ Տերը ուզում է այս ամենաուժեղ դասը տա։ Հիմա պատկերացեք ինքը բացատրեց ստեղ, բայց ասում է ես Մովսեսի հետ բերան եմ, ես իր հետ դեմարդեմ զրույցներ ունեմ, ես իր այդ հարաբերության մարդ եմ, հարաբերություն եմ կառուցում։ Ուստեղից մենք հետո տեսնում ենք ամենալուրջ խոսքերից մեկը, նայեք, ասում է, սա մարգարեական ակտեր են։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում, երբ որ Աստված բացվում է, թե երազների տեսիլքների միջոցով եւ թե ինչ ավելի կարեւոր արժեք է բացում, դա ընտանիքն է։ Մենք ընտանիքի մարդիկ պետք է լինենք։ Մեր պարգևները ընտանիքի համար են եւ ոչ թե մեր ինքնությունը բարձրացնելու համար։ Լսում եք, տեսեք, երբ որ այս խոսակցությունը լնում է, հանկարծ ամպը վերանում է, Մարիամը մի անգամ շարունակություն որ կարդում ենք, բորոտություն է գալի իր վրա, Ահարոնը տեսնում է, որ Մարիամը բորոտությունով հարվածեց, որովհետև Մարիամը կարելի ասել այդ հրահրող համակարգն է եղել, պարգև ունեցողն է եղել, բայց պարգևը սխալ է օգտագործել։ Արդյունքը այն ալնում, որ ինքը մի անգամ բորոտ է դառնում, Ահարոնը տեսնում է մի անգամ մտնում է իր ծառայության մեջ, որտեղ պետքա բարեխոսել, քահանա էր, սկսում է բարեխոսել, ինչ է խնդրում, ասում է, այսենց ալնում, երբ որ մենք սխալ բաների ականջ ենք դնում, մեր ծառայությունն էլ չենք անում բարեխոսական։ Քո աղոթքի կյանքը գիտեք երբ է կանգնում, որտեղ դու քահանայական օծություն ունես։ Քո աղոթքի կյանքը կանգնում է, երբ որ դու սկսում ես սուտ բաների ականջ դնել։ Սխալ խոսքերի կամ սխալ ուղղությունների։ Հանկարծ քո բարեխոսական գործունեությունը ընտանիքի համար սկսում է դադարել։ Վերջը Ահարոնը հենց տեսնում է Մարիամին այդ վիճակով մի անգամ թեկումա սկսում է բարեխոսել, ինչ է բարեխոսում, ասում է Մովսես, խնդրում եմ մի բան արա, որ Մարիամը չմեռնի, որ վիժվածի պես չդառնա։ Իսկ Մովսեսը Հիսուսի խորհրդապատկերն է, ինքը ինչ անում, ինքը ասում է Աստվածին, խնդրում եմ բժշկի իրան, չի ասում որ չմեռնի։ Սա Հիսուսի ծառայությունն է բացվում Մովսեսի դեմքում։ Էսի պետքա քո համար ականջի օղլնես, դու չես աղոթում որ մեկը չմեռնի, դու աղոթում ես որ մեկը բժշկվի, դու կարաս բարեխոսես որ մեկը չմեռնի, բայց եթե Հիսուսի հետ ես, ուրեմն պետք է աղոթես որ մեկը բժշկվի։ Մենք տարբերությունը սենց տեսնում ենք։ Մարգարե, քահանա եւ թագավոր։ Թագավորը Հիսուսն է, Մովսես դեմքում ինքն է բացվում։ Լավ, ինչևէ, ստե ուզում եմ ամենազարմանալի բանը դուք տեսնեք, երբ որ Աստված է սկսում Մովսեսի հետ խոսել, չէ՞ որ ինքը բժշկություն է խնդրում։ Աստված sense բան ասում։ Մովսեսին ասում է, եթե իր պապան, մեկ այլ խոսքերով ասած, ձեր բոլորի պապան, որովհետև իրանք բոլորը մի ընտանիքի երեխեք էին։ Քուր աղբեր էին։ Ասում է, եթե իր պապան հիմա կենթաններ, ամոթուց չէր թքի իր երեսը, ասեր գնա երեսից չերևաց 7 օր։ Այսինքն ձեր այս վերաբերմունքը, որ իրար դեմ խոսում է, այս իմ սիրտը ցավացնում է, ու դա ինձ ընդունելի չի։ Ամենաճոխ բանից մեկն է բացում ստեղ, որ երազների տեսիլքների միջոցով գալիս է ճանաչողություն, բայց դուք այդ ճանաչողությունից չօգտվաք, դուս եկաք հարաբերության դեմ։ Եթե դու ճանաչում ես ասում, դու պետք է զգուշ լինես, որ դու չգաս ընտանիքի դեմ։ Քո ճանաչողությունը քեզ իրավունք չի տալիս ընտանիքը վնասել։ Քո ճանաչողությունը քեզ պետքա ընտանիքի համար ծածկոց դառնա։ Դու այսպես պետքա հասկանաս, երբ որ երազների տեսիլքների միջոցով մարգարեական բաներ են բացվում մեզ համար։ Ամեն։
Սաղմոս 139:18 խոսքում ամենահետաքրքիր սաղմոսներից մեկն է, որ մենք կարդում ենք, ունդեղ մենք ինչ ենք բացահայտում մեզ համար, որ Դավիթը այսպես աղոթք անում, ասում է՝ «Ուր փախնեմ քո հոգուց»։ Գնամ ես ինչ տեղը քո հոգին ընդեղ է, գնամ են ինչ տեղը քո հոգին ընդեղ է, այնքան գեղեցիկ ասում է՝ «Դու ինձ տեսար իմ մոր որովայնում» ու նկարագրում է, ասես մի հատ ռենտգենի գործունեության process-ն է բացվում։ Ինքը այդ ամեն ինչը նկարագրում է, բրծնում է, վերջում 18-րդ խոսքը ինչ ասում։ Եթե համրեմ նրանց ավազից շատ են, ինչ արեցի, զարթնեցի դեռ քեզ հետ եմ։ Այդ ամբողջ գեղեցկությունը, որ մենք նկարագրվում է մինչև 18-րդ խոսքը, դա կոչվում է մարգարեական այցելություն։ Մարդը բոլոր երազի մեջ է տեսել։ Այդ սաղ ճոխությունը, որտեղ նկարագրվում է, նա երազի մեջ է տեսել։ Սա նշանակում է, որ երազի միջոցով շատ մեծ հայտնություններ ու ճոխություններ կարան գան մեր կյանքում, որտեղ Աստված մեր հետ բաներ է խոսում։ Այդ ինչի համար Դավիթ ասում է՝ «Ես զարթնեցի, դեռ քեզ հետ եմ»։ Մենք ստե բանալի ենք տեսնում, որ մարգարեական երազների միջոցով գալիս է։ Լավ, եկեք այս երկու էլեմենտը մեր տեսադաշտում պահենք։ Ոնց ենք մենք հասկանում, որ երազը մեր մասին է, թե մեր մասին չի։ Երեք տեսակի մարգարեական երազներ։ Առաջին տեսակի մարգարեական երազը դա երբ որ Աստված խոսում է, կոչվում է ներքին երազներ, այս ներքին երազների մեջ Աստված խոսում է քո հետ ու քո անցյալի մասին։ Որ բաներ կան, որ պետքա փոխվեն, բայց դրանք մնացել են ինքնահոսի։ Տերը ջրերեսը բարձրացնում, որ դու դրանցից ձերբազատվես։ Միտքը բարձ էր, նորից եմ ասում։ Ներքին երազներ, որ Աստված ցույց է տալի մարգարեական, Տերը ցույց է տալի քո ներկան, թե դու ով ես հիմա, եւ ցույց է տալի որևիցե մի բան քո անցյալից, որի համար ինքը քեզ կանչում է կամ ապաշխարության կամ այդ հարցը լուծելու։ Ասենք, մեկից վիրավորված ես դու, ու էդի գցել ես քո այն որ ասում է մոռացության բագաժը, ու ոչ մի բան չես անում դրա հետ, մեկ էլ Տերը ինչ անում, ասում է այդ հարցը պետքա լուծես։ Դու իմ որդին ես, դու չես կարող տենց ապրես։ Դու պետք է ազատ լինես դրանից։ Դու իմ որդին ես։ Էսի քո ներկա կարգավիճակն է։ Ու դու չես կարող քիթ ու մունատ պահես քո սրտի մեջ որևիցե մեկի նկատմամբ։ Դու պետք է այդ հարցը լուծես։ Այսինքն Տերը էդի ջրերեսը բարձրացնում, սա կոչվում է մարգարեական երազ, ներքին երազ, որի միջոցով Աստված քեզի օգնում է։ Դրա դասական օրինակներից մեկը մենք կարդում ենք Ծննդոց 20-րդ գլխում։ Թարմ դեպք 20-րդ գլխում պատկերացեք Աբրահամ իր կնոջ հետ գալիս է Աբիմելեքի տարածքը։ Աբիմելեքներ, հեսա բացենք։ Պատկերացեք 20-րդ գլուխ։ Հա, հեսա։ Աբիմելեքն է։ Պատկերացեք մի օր, էսի օրն է։ Աբրահամ եկավ իր կնոջ հետ ստեղ, ճիշտ է։ Մեկ էլ Աբրահամի կնոջ կինը բանից պարզում է տարիքում էլ շատ սիրուներ տեսքով։ Աբիմելեքը նայում է, ասում է «Ով է», ասում է «Քուրս է», ինքն էլ ասում «Դե որ քուրդ է, ես ինձ կին եմ վերցնում»։ Ու վերցնում է իթում է։ Ու վրան օրը անցնում է։ Հիմա գիշեր արդեն։ Ստե գիշերն է։ Էնի արդեն անցյալ է։ Ինքը գիշերվա մեջ է, քնած է։ Էնի անցյալ է։ Աստված այցելություն անում էս մարդուն, ասում է «Ես քեզ մերցնելու եմ»։ Ինքը ասում է «Չի համար»։ Ասում է «Այդ կնկա պատճառը որ կին ես վերցե»։ Անցյալի խոսակցություն արդեն։ Էսի անցյալը։ Ստեղ ինքը արդեն իր երազի մեջ բան է խոսում։ Հələ իր ներկան չի բացվի։ Բայց անցյալի զրույց է ալնում։ Սա կոչվում է ներքին երազ, մարգարեական։ Ինչ անում Աստված այս մարդու հետ, ինքը ասում է «Մեռնել ես անպատճառ»։ Մեկ էլ ինքը ասում է «Միթե դու արդար մարդ կսպանես»։ Սենց ասում է «Ես գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել»։ Տեսեք ինչ արեց։ Հիշեք այն հատվածը։ Տերը գալիս է քեզ որևիցե մի սխալ գործից հետ ապահում։ Ու այս երազի մեջ կոչվում է մարգարեական ներքին երազ, որ Տերը այցելեց Աբիմելեքին ու իրան այդ գործողությունից, որ այդ կնոջ հետ պարկելու, ամուսնանալու կամ ընտանիք կառուցելու այդ գործողությունից, որը չար էր, հետ պահեց։ Սա կոչվում է ներքին դասական երազ։ Ինչ առումով, որ Աստված ինչ որ մեկին իր անցյալում տեղի ունեցած բանից ներկայի մեջ իր երազ մեջ խոսում է ու իրան արթնացրեց լիովին նոր օրվա մեջ։ Ու այդ մարդը նոր օրվա մեջ ելավ շատ արագ այդ հարցը լուծեց։
Հիմա հարց եմ ուզում ձեզ տամ։ Եթե քեզ համար նոր օր բացվի, ապա ինչի համար բացվի։ Որ դու նորից մնաս քո սխալների մեջ, թե արագ դրա հարցերը լուծես։ Խնդրում եմ մտածեք։ Եթե Աստված այցելում է մեկին ներքին երազով, ապա ինքը քեզ կանչում է գործողության, որ նոր օրը որ բացվել է, դու չմնաս նորից այն հին բաների մեջ։ Նոր օրը բացվի։ Այս նոր օրվա մեջ շատ արագ պետք է ես ու դու լուծենք այն ինչ որ վտանգավոր է երեք։ Բայց մենք այդպես չենք վարվում։ Իմանալով խոսքը հանդերձ։ Ստեղ ինչն է հիմա վնասը մեր համար, որ մենք նոր օրը ոչ թե գործածում ենք, ինչպես Աստծո տված պարգև, օգտագործում ենք մեր համար։ Սա կոչվում է մեղք։ Նոր օրը իմ քո համար որ բացվել է, նպատակով է բացվել, որ դու ինչ որ սխալ է շատ արագ լուծես եւ ինչ որ ճիշտ է շատ արագ ակտիվացնես։ Այդ թե նոր օրը ինձ ու քեզ համար ինչի համար է բացվում։ Այս դեմ մտածեք, սիրելիներս, որ շատ արագ մենք փոփոխություն վերապրենք, որտեղ շատ չգիտես ինչքան ժամանակ է մնացել Հիսուսի գալուստին։ Մենք պետքա շատ արագ մտածենք։ Մի օր էլ ապրել չներումների մեջ, դա հավասար է, որ դու հայոյեցիր մեկին։ Ում։ Մտածեք դրա մասին։ Եկեք շարունակենք։ Ուրեմն, այս տեսակի երազի մեջ ես ու դու ինչ ենք տեսնում, որ Աստված գալիս է քո հետ ներկայ մեջ բաներ է խոսում, բայց քո անցյալի մասին է խոսում, որը վտանգավոր վիճակում է, պետքա շատ արագ փոխել։ Դու շատ արագ դրա հարցերը պետքա լուծես։ Սա կոչվում է ներքին մարգարեական ներքին երազներ, որտեղ Աստված քո ներկայ ու քո անցյալի մասին է խոսում։ Հալելույա։ Ով է այս երազի մեջ գլխավոր հերոսը։ Դու։ Դու կարաս տարբեր մարդկանց մասին լսես այդ ձևի երազների մեջ։ Ում մասին էր զրույցը։ Աբրահամի ու իր կնոջ մասին։ Բայց ով էր այդ գլխավոր այդ երազի գլխավոր հերոսը։ Աբիմելեքը։ Նշանակում է, եթե դու քո երազի մեջ գլխավոր հերոս ես, քո հետ են բաներ խոսում, դու գլխավոր հերոս ես, նշանակում է երազը քո մասին է, քո անելիքի մասին է։ Դու հանկարծ չընկնես այդ ծուղակը, որ ինչ որ ծանոթ մարդ ես տեսել քո երազի մեջ, կամ ինչ որ ծանոթ մարդու մասին ես լսել, հլնես էթաս իրան պատմես ու դու ոչ մի բան չանես։ Դու գլխավոր հերոս ես, երազը քո մասին է, դու պետքա տեղ բաներ անես։ Այդ նշանակում Աստված քո այդ գործը անում ու այս դեպքում ինքը քեզի կանչում է փոփոխության։ Հալելույա։ Երկրորդ տեսակը, որ կա, Աստված ավելի շատ քո ներկայ մեջ ու քո ապագայի մասին բաներ է սկսում խոսալ։ Սա կոչվում է ներքին, բայց դեպի ապագա գնացող մարգարեական երազ, որտեղ մարգարեություններից մեկը նաև էսա, որ Աստված քեզ քո գալիքի մասին տեղեկություն է տալիս, ոչ միայն ներկայ մասին է խոսում։ Ու մենք տեսնում ենք ներկայ մեջ դու մարդ ես, որ ծառայություն ունես, այս ունես, այն ունես, հանկարծ երազ ես տեսում, որ երազ մեջ բաներ ես անում, որ դու երբեք այդպես բաներ չես արել։ Սա նշանակում է դա դեպի ապագան գնացող բան է, որին պետքա դու պատրաստվես։ Ոնց ենք դա մենք տեսնում կամ հասկանում։ Ծննդոց 37-րդ գլխում մենք տեսնում ենք, որ Հովսեփը ինքը երազներ է տեսնում, դասական էլի օրինակ ենք վերցնում։ Սիրելիներ, մենք Աստվածաշնչի մեջ չեմ ուզում այս բանը ձեզի ցույց տամ, որ դուք տեսնեք, որ մենք Աստծո հետ գործ ունենք։ Եթե Աստված ներքին մարգարեական երազ է բացում, այդ նշանակում է քո ներկան ու քո ապագայի մասին բաները քեզի տեղեկություն տալիս։ Ոչ թե միայն քո ներկայի ու քո անցյալի մասին։ Չէ՞ որ քո անցյալից դու ազատվում ես դեպի ապագան գնալու համար, բայց այդ ապագան մի փոքր չիմանաս։ Աստված ուզում է տեղեկություն տա, որովհետև ինքը մարգարեական է աշխատում մեր հետ, ինքը Աստվածը մարգարեական հոգի ունի մեր մեջ դրած, ու մեզի բաներ է սկսում ցույց տալ, ինչ որ պետք անենք։ Ուրեմն ուշադրություն դարձնենք 37-րդ գլխում 5-րդ խոսքին։ Բոլորդ այս պատմությունները գիտեք, դրա համար ես սենց պատմողական լեզուն եմ օգտագործում ավելի շատ։ Տեսեք, Հովսեփ ասում է մի երազ տեսավ եւ պատմեց, ասելով հետեւյալը. ահա մենք դաշտում որոններ էինք կապում եւ այն որոնը ուղիղ կանգնեց բոլորի մեջ տեղը եւ ձեր բոլորը եկան ու խոնարհվեցին իմ որոնի առաջ, չէ՞։ Եվ նրա եղբայրները մի անգամ ինչ են հասկանում այդ երազից։ Իրավ մեր վրա թագավորել ես լինելու։ Հա, բայց ինքդ ես բանաս է։ Ինքը մաքուր երազ է պատմել։ Ինքը ինչ տեսել է դա պատմել։ Բայց իր եղբայրները չես հասկանում, ինչի հասկացան, որ էսի իրանց վրա պետքա թագավորի։ Փաստորեն իրանք լավ էլ հասկանում էին երազը։ Այդքան պարզ է երազը։ Բարդացնել պետք չի։ Որտեղից իրանք հասկացան էդի։ Որտեղ
լսեք, պատմելու ձև կա։ Մարդը ոնց է պատմում։ Մենք բոլորս դաշտում էինք, իմ որոնը կանգնեց ուղիղ, ձեր որոնները եկան իմի առաջ խոնարհվեցին ու երկրպագեցին։ Ինչն էր ստե ամենաշատ շեշտվում։ Իմը, իմի առաջ, բոլորդ խոնարհվեցիք։ Ինչ է ստեղից բացվում։ Նա ասում է, ով այդ երազի մեջ գլխավոր հերոսը։ Իրանք բոլորը հասկացան այդ գլխավոր հերոսը ով այդ երազի մեջ։ Բոլորը միանգամից հասկացան։ Դրա համար, երբ որ ես հանկարծ լսում եմ, դուք որ լսում եք ինչ որ մեկը պատմում է, ուշադրություն դարձրեք։ Երբ որ իրանք ասում են ես էս արեցի, ես այն արեցի, ես էս բանը, դու հասկանում ես երազը այդ մարդու մասին է։ Ու ոչ մեկ ուրիշի մասին, ուրիշ մեկին չբերեք դե։ Դուք պետք է հասկանաք ինչ հատերը ձեզ ուզում հասկացնի։ Ստե շատ կարևոր է այս էլեմենտին ուշադրություն դարձնենք։ Մեկ ասում են ոնց հասկանանք, ոնց ընկալենք, ոնց ըմբռնենք։ Շատ պարզ, ով է գլխավոր հերոսը, դրան շատ բան ես հասկանալու։ Տերը ինչ է ուզում ինձ ու քեզ հասկացնի։ Երբ որ երկրորդ երազն է պատմում, նմանատիպ է, սա կոչվում է կրկնվող երազ, ճիշտ է։ Կրկնվող երազների դեպքում որևիցե մի միտք, որևիցե մի ծրագիր, որևիցե մի կոչում Տերը հաստատում է, որտեղ երկուսը Աստվածաշնչի մեջ վկայության թիվ է։ Ու գիտեք, երկու թիվը, ընդհանրապես երկու թիվը, երեք գրասենյակում նստած միտք եկավ, ասել կանի մի հատ տեսնեմ, ամեն թվից ինչքան կա Աստվածաշնչում։ Մինչև 10 փորձեցի նայեմ ու ասեցի չէ լավ, ժամանակս արդեն շատ գնաց։ Ու գրում եմ 1 հայրեն, 1։ Ու մեկ էլ փնտրում եմ տալիս իմ ծրագրի մեջ Աստվածաշնչի։ Ասենք բերում է 860 հատ տեղ, որտեղ 1 թիվը հիշատակվում է։ Ու գիտեք ամենաապշեցուցիչը որն է, որ 2 թիվը 960 անգամ է հիշատակվում։ Ու ասի Տեր, ուզում ես ասես, այս գիրքը վկայությունների գիրքը, քանի որ ես արդեն երկուսի մասին հասկացա, որ ինքը վկայության թեմա է, այո, այս գիրքը վկայությունների գիրքը, ու մասին։ Հիասքանչ մեկի մասին, ով որ թափանցեց այս աշխարհ մեր յուրաքանչյուրից փրկություն բերելու համար։ Ճիշտ է։ Մենք ինչ ենք բացահայտում, կրկնվող երազները իրանք հաստատում են, վկայում են, որ այդ բանը հաստատ լինելու է, բայց երբ է լինել, ոչ մեկ չգիտի արդեն դա։ Որովհետև երկրորդ երազը, երբ որ ինքը տեսնում է, ինչպես են 11 աստղերը եւ արևն ու լուսինը նույնպես մի աստղի առաջ խոնարհվում են։ Տեսեք, շատ նմանատիպ է։ Ինքը էլի ինչ ասում։ Ով է այդ երազի մեջ գլխավոր հերոսը։ Մի հատ մարդ չկա ձևի համար։ Բայց եսը կա, իմ աստղը։ Ձեր բոլորը իմ աստղի առաջ խոնարհվեցին։ Ինքը միգուցե շատ չէր հասկանում, այդ ինչ կարա իրանից ներկայացնի։ Կողքից մարդիկ սկսեցին սաղ նախանձել։ Այս ինչ երազներ ես տեսնում, այս ինչ ես քեզի մեծամտության տեղ գցում, այս ինչեր ես քեզի վերապահում։ Անկամ պապան ասում, այդ տղա ինչ ես խոսում, հերետվում էլ պետք է գան քեզ երկրպագեն։ Իսկ ինքը հիմա մեկ սենց էլ են ասում, խնդրում եմ, այս անհետությունը թույլ չտաք։ Ավելի լավ է դուք գաք պատմեք, ձեզ չհասկանան, քան թե ես վարդապետություն տարածեք, ձեր երազները ոչ մեկին մի պատմեք։ Բայց եթե դու քո ընտանիքին չպատմես, ում պատմես։ Հետո ինչ որ ընտանիքը չհասկացավ։ Միևնույնն է դու պետքա պատմես։ Անկամ եթե ընտանիքը քեզ չհասկանա, դու պետքա պատմես։ Լսեք, դուք պետքա պատմեք ընտանիքին։ Շատ չգիտեք, իրանք կօգնեն քեզ, կզտեն, կհասկանան, եթե մի բան ասուց է, կբռնվեն դրանց, եթե մի բան ասուց չի, կշպրտեն մի կողմ։ Եթե մի բան մարդկային է, կասեն էդի ունայնություն է, բայց դու պետքա պատմես։ Այտենց հիմար մտքեր անկար թույլ չտակ ձեզ, որ պետք չի պատմել։ Այնա Հովսեփ պատմեց, գլխին ինչ քյալա գարեցին։ Չէ՞, մենք սենց մտածում ենք։ Խնդրում եմ։ Բայց այնտեղ մեկը գտնվավ, թեկուզ իր սաղ աղբերները, այդ ընթացքում չգիտեմ, երևի մաման արդեն մահացած էր իրա։ Իր սաղ աղբերները ուրիշ ձև նայեցին իրան, բայց չես հասկանում ինչի պապան, լասեք պապան։ Ասում է, այդ բոլոր պատմած երազները պահեց իր սրտում։ Թեկուզ սկզբից ուրիշ ձև արձագանքեց, բայց նա պահեց իր սրտում։ Ինչ լավ է, որ պատմել էր։ Ինչ լավ է, որ էդի չեր ասեք, այն եթե ջրի բերան պատմեմ, թող էդ հա ինձանից։ Բայց այս բաներ մեկներ շատ ես լսում։
Սիրելիներ, եկեք մենք երկնքի հետ համագործակցենք, ոչ թե մեր սնապարծության օրինակների հետ։ Ոբշեմ, լավ, այստեղ պատմություն ինչ է տեսնում։ Ինքը տեսնում է բաներ ու չի հասկանում, որ ներկայի հետ չի կապված, դա ավելի շատ ապագայի հետ է կապված։ Թե դի ոնց կլինի ինքը չգիտի։ Մենակ մի բան գիտի, որ բոլորը գալու են իր շուրջը խոնարհվելու են։ Թե դա ինչ է նշանակում ինքը էսի չգիտի, կամ բաներ, որ ժամանակի մեջ է բացվելու։ Մենակ ինքը հասկանում է, որ ինչ որ մի բան կա Աստծուց։ Այդ մեկնաբանությունը ինքը հետո է հասկանում այն պահին, երբ որ օրինակ աղբերները գալիս են ու իր առաջ խոնարհվում են հաց ուզելու համար։ Ու ինքը այդ վաղ հասկանում է ոնց որ ամբողջ երազի խորությունը։ Ինքը մի մասը հասկացավ սկզբից, որ ինչ որ մի բան իր հետ կապ ունի, բայց հետո ամբողջը հասկացավ վերջում, որ էսի փրկության ծրագրի հետ էր կապված։ Հասկանում եք, որովհետև հարցը նրանում չի, որ պետքա խոնարհվեին, հարցը ինչի համար պետքա խոնարհվեին, այ ինքը այդ ինչի համարը չէր հասկանում։ Ուրեմն երազները տենց էլ են լինում, որ դու կհասկանաս մի կողմը, եւ հետո ամբողջությամբ հասկանաս մյուս կողմը։ Երբեմն լինում է, որ երազի մեջ հասկանում ես, որ սա քո հետ կապ ունի։ Հետո հասկանալու ես, թե ինչի համար քո հետ կապ ունի։ Դա արդեն ծրագիր է բացվում քեզ համար։ Այս ձև Աստված ուշադրություն է գրավում։ Նայեք, այս երազների նմանատիպ երազների մեջ մենք տեսնում ենք շատ սիմվոլներ կա, բայց գլխավոր հերոսի գաղափար էլ կա։ Գլխավոր հերոսի գաղափարը որոշում է, ինչ որ երազը քո ներկայի, որտեղ այդտեղ աղբերներ կան, հեր կա, հարազատ մարդիկ կան, որ ներկայի մարդիկ են, եւ դա նաեւ ապագայի մասին գնացող, որ իրանք ինչ որ գործողություն են անում, որ ներկայում չեն անում։ Ու էսի մեզ համար նույնպես տեղեկություն է։ Տեսեք, այս երկու տեսակի երազները իրանք գլխավոր հերոսի գաղափար են բացում։ Նմանատիպ երազները մեզի տեղեկություն են տալիս, որ մենք Աստծո երեսը փնտրենք, Աստծո հետ համագործակցության մեջ լինենք, որ ինչ որ բաներ սովորենք, պատրաստվենք։ Ես մի օր Տիրոջ ասենց հարցվեցի, մի անտառում էինք, ավակներով հավաքվել ենք, բաժանվեցինք, գնացինք ամեն մեկս աղոթք էինք անում, մեկ էլ ես ասենց աղոթք էի անում, այդտեղ Աստծուն հարցրեցի, ասեցի, այ Տեր ջան, ինձ այնքան հետաքրքիր ապագայում ինչ եմ անելու։ Այդ 94 թիվներ։ Ու երբ որ լսեցի ինչ որ մի հատ անուն, որ ես այդ անունի հետ կապված գործ եմ ունենալու, ասեցի հաստատ Տեր դու նկատի ունես ինչ որ ասում ես։ Ասում երկրորդ անգամ նորից նույն անունը ես լսում եմ, ասես դե որ այդպես անձի ուրեմն պատրաստի։ Ուղիղ 10 տարի հետո պատրաստության ճանապարհ եմ անցնում։ 10 տարի հետո ես գտնվում եմ այդ երկրում, որի մասին Տերը խոսացել էր իմ հետ։ Նա պատրաստում է քեզ։ Դու շատ չգիտես ինչի համար։ Ու գտնում ես մի տեղ, ու Աստծո սիրո մասին ես խոսում ինչ որ մեկի հետ։ Ասի, այսքան բանը արել ես այս մեկի հետ սիրո մասին խոսալու համար, Տեր ասում է, ես եմ, ոնց ուզում եմ այդպես եմ անում։ Ես էլ ասում եմ, դե ոնց ուզում ես այդպես էլ արա, ես քոնն եմ, կուզես մեկի համար տար ուրիշ տեղ, կուզես 1000-ի համար տար ուրիշ տեղ, ես քոնն եմ, ոնց կուզես։ Այսինքն ինչ եմ ուզում որ տեսած լինեք։ Հիմա այս մարդը պատկերացեք գնաց այդ երազների պատճառով Եգիպտոս հասավ, ճիշտ է։ Ինչի համար։ Այդ ինչի համար հետո բացվավ։ Բայց այդ ամբողջ ընթացքում ինքը պատրաստվում էր։ Որոշ երազներ այդպես են, եթե ապագայի հետ են կապված, ապա իրանք կարան բավականին երկար պատրաստության ժամանակ իրանց մեջ ունենան։ Մի հանձնվի, պահի, գրի, քո համար արձանագրի, որ էդի պահես տեսադաշտում ու մինչև վերջ գնաս։ Եվ երրորդը, որ կա մենք այս մարգարեական ոլորտի մեջ տեսնում ենք երրորդ տեսակը, էդի ավելի շատ կոչվում է արտաքին մարգարեական երազներ, որ ավելի շատ կապ ունի, գիտեք ինչի հետ, որ դու երազի մեջ գլխավոր հերոս չես, բայց ավելի շատ դիտորդ ես։ Մենք սենց երազներ ենք տեսնում Աստվածաշնչի մեջ, օրինակ Փարավոնը ինքը տեսավ, մենք 40 գլխում կարդում ենք, չէ՞ ծննդոց, Փարավոնը երազ է տեսնում։ Երազի պատճառով քունը փախնում է։ Այսինքն ինքը անհանգստություն է ձեռք բերում, որովհետև շատ կարևոր ուղերձ է եկել, բայց ինքը չի հասկանում դա, եթե չմեկնաբանեն։ Ու ըստե մենք տեսնում ենք, որ այդ տիպի երազները, որտեղ գլխավոր հերոս չկա, ոչ մի գլխավոր հերոս չկա։ Մենակ տեսարաններ կան, սիմվոլներ կան, պատմություններ կան, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ ինչ որ մի խորհուրդ կա այս ամենի մեջ, բայց ոչ մի գլխավոր հերոսի գաղափար չես տեսնում։ Այս դեպքում դու հասկանում ես, որ երազը քո հետ կապ չունի, բայց դու ինչ որ դեր պետք է խաղաս։ Արդեն Աստված ինչ անելու, էդի կարիք կա, որ կողքից օգնեն։ Սա ավելի շատ մարգարեական
պաշտոնին բնորոշ բան է, կամ մարգարեական ծառայությանը բնորոշ բան է։ Մարդիկ, ովքեր ոչ թե մարգարեական պարգևի մեջ են, այլ պաշտոնի մեջ են։ Այս երրորդ տեսակի երազները ավելի շատ բացվում է պաշտոնակատար ծառայողներին, ովքեր իրականում տեսնում են, որովհետև թագավորը պաշտոնի մեջ է, ճիշտ է։ Ու թագավորին Աստված ինչ է ցույց տալի, գլոբալ բան է ցույց տալի, թե ինչ է գալիս երկրի վրա, բայց ինքը չի հասկանում։ Հովսեփը գալիս է մեկնաբանում է, ինչ են անում, ամբողջ երկիրը փրկում են գալիք արհավիրքներից։ Թեկուզ այդ արհավիրքները գալիս են ամեն ոլորտին կապվում են, ճիշտ է։ Մենք տեսնում ենք, որ նմանատիպ երազները, որը կոչվում է արտաքին մարգարեական երազներ, ավելի շատ բնորոշ է մարգարեի պաշտոնին, բայց այնպես չի, որ մենք չենք տեսնում։ Եթե ես եղանակ փոխող չեմ, ապա ես բարեխոսող մարդ եմ։ Եթե ես ոչ մի իշխանություն չունեմ գործողություն անելու թագավորին բնորոշ, ապա ես բարեխոսող եմ Ուրեմն ստեղից հետևություն կարանք անենք, որ եթե մենք հանկարծ տեսնում ենք արտաքին երազներ, որտեղ մենք գլխավոր հերոս չենք, ուղղակի դիտորդ ենք։ Ես օրինակ մի անգամ տեսիլ տեսա, Աստված ինձ բացատրություններ տալի, ոնց ինձ օգնե իմ անցյալում, երբ որ կռվի դաշտում էի։ Պատկերացեք, ես կռվի դաշտում գնացել եմ իմ ընկերների հետ, ընկել ենք թշնամու թիկունքը, կորել ենք ու չգիտենք որ կողմեթանք, որ մի ամիտ գերի չընկնենք։ Այնքան սեզ լարված մթնոլորտ էր, 3 ջահել տղա, 19 տարեկան տղերք էինք։ Ու պատկերացեք տանկով, էսյան ենք եթում, էնյան ենք եթում, մեկ էլ մի գեղեցիկ տեղ կանգնանք ու մտածում ենք, ինչ անենք։ Ու մեկ էլ այդ պահին ես շատ ուժեղ զգում եմ ինչ-որ մեկի ներկայությունը։ Ես այդ ժամանակ հավատացյալ չեմ եղել։ Բայց Աստուն էդի չի անհանգստացնում։ Եթե Աստված որոշել է փրկի, ով կարա իրան կանգնեցնի։ Ու գիտեք, այնքան հետաքրքիր, ինչ որ մեկի sense շոշափելի հայացք եմ զգում, որ ինչ որ մեկը դե մեր կողը ներկա է ու այսպես պշած հայացքով մեզ նայում։ Ես էլ այդ պահին զգում եմ այդ հայացքը, թեքվում եմ այդ անտարիան, նայում եմ, արասում եմ, կարող է հետախույզները մեզի հեսա հոպստոպ կանեն։ Այդ պահին, որ անհանգստությունը շատ ուժեղ է, ասում տղերք, շատ արագ մտնում ենք տանկը, ստեղից տեղափոխվում ենք։ Մենք արագ տեղափոխվում ենք, հրաշքով մերոնց ենք հանդիպում, ուրախանում ենք, որ գերի չենք ընկե, ու սենց մի հատ փրկություն։ Ու անցնում է ժամանակ, ես գալիս եմ 93 թվականի սեպտեմբերի 5-ին ընկերս շատ համոզեց ինձ, որ գամ եկեղեցի։ Ես գալիս եմ եկեղեցի, այդ հավաքույթի տեղը, ու նույն ներկայություն եմ զգում, ինչ որ այդ կռվի դաշտում եմ զգացել։ Այդ ինչ ազդեցություն է։ Ես իմ ասում եմ, լավ ընդեղ հələ միտք եկավ, որ տրամաբանում ես ու մից կարարելներ, բայց տեղով է այդ մեկը, որից ես նույն ներկայությունն է գալի։ Ու այդ մտքերով վերջում ինձ ասին, ուզում ես Հիսուսին ընդունել։ Ես այդ մտքերի ազդեցության տակ եմ Հիսուսին ընդունել։ Ես չեմ հասկացել, որ ես մեղավոր եմ, թե ով եմ, ես ինչ եմ։ Այդ ազդեցությունը այնքան ուժեղ էր, որ ես այդ ազդեցության տակ ասեցի, ուզում եմ։ Ու ընդունեցի, մեկ էլ ասին, բա ուզում ես Սուրբ Հոգով էլ մկրտես, ինքը նվեր ունի քեզ համար։ Ես շատ չգիտեմ այդ ինչա, ասի էդ էլ եմ ուզում, եթե իր այդ կապ ունի։ Մեկ էլ հաղորդել եմ, ես սկսել եմ լեզուներով խոսալ։ Հիմա ես չգիտեմ ոնց ընկերոջս ասեմ, արա ես ինչ էր արեցիր գլխիս։ Բայց աղոթում եմ, ու էդի հորդում է ինձանից ներսս ուրախությունա վերաբերում, բայց դե պաժար է։ Ասում եմ, էսուր եմ ընկել։ Բայց աղոթում եմ այդ ընթացքում, ստե ուրիշ բան եմ մտածում, ստե ուրիշ բան վերապրում։ Վերջը անցավ մի քանի օր, մեկ էլ հանկարծ պատկերացեք, ես տունը նստած Աստվածաշունչ եմ կարդում, հանկարծ ես տեսնում եմ տեսիլք, որտեղ ես չկամ։ Բայց ես տեսնում եմ Աստված ինձ ցույց է տալի իր հրեշտակին, ոնց այդ հրեշտակը այդ տանկի կողը կանգնած, իր այդ մի հատ ձեռքը մեր տանկի բաշնայի վրա դրված, ոնց որ պատկերացեք, միտեղ նստած ես, հանկարծ sense էկրան բացվի, այսքան մեծ չէ իհարկե, բայց 47 դույմանոց էկրան բացվի։ Ու դու տեսնես այդ վայրը, որը անցյալի երևույթ է, ֆիլմի պես, ու դու տեսնես այդ հրեշտակը, որ այդ տանկի կողը կանգնած է, ու դու տեսնես իր մասշտաբները այդ հրեշտակի մեծության, ու ասում եմ, Աստված, էսի շատ լուրջ է, դու կողքից դիտորդ ես, ինչ կարայի ես այդ դիտորդի ստատուսից վերցնել ինձ համար, ուրիշ բան չէր մնում անել, կյանքս քեզ փեշքեշ, քո համար ապրելու եմ, քո համար մահանալու եմ, ես փառաբանում եմ քեզ։ Նայեք, այս ինչի համար ես վկայեցի, որովհետև
նմանատիպ երազներ կամ տեսիքներ, որ հանկարծ բացվում են, որտեղ դու գլխավոր հերոս չես կամ երազ մեջ ընդհանրապես մասնակցություն չունես, բայց դիտորդի պես ես, Տերը քեզ կանչում է ինչ-որ գործողության, ստեղ արդեն բարեխոսության քո գործողությունն է ակտիվանում։ Եթե դու եղանակ չես փոխելու իշխանություն ունեցողի պես, այսինքն բնականon մակարդակով, ասենք եթե ես հովեմ կարամ ինչ-որ իշխանություն ունեցող եմ, փոխեմ ինչ-որ հարցեր, բայց եթե ես սովորական ընթացքի մեջ հավատացյալ եմ ու տեսնում եմ այդպիսի բան, ապա ես չեմ կարա եղանակ փոխեմ, բայց Տերը ինչա ցույց տվե, որ ես չեմ կարա եղանակ փոխեմ։ Տերը քեզ կանչում է բարեխոսության։ Էդի կոչումը բացվում քեզ համար։ Տերը այդպես քեզի կանչում է բարեխոսության, որին կոզում է, որ ինչ-որ մեկի համար բարեխոսես։ Այնքան ես տեսարաններ եմ տեսել, որ տեղ ես գլխավոր հերոս չեմ եղել, բայց Տերը հետո ասում եմ, Տերը ինչ ես ցույց տալի այդ մարդկանց։ Ես քեզ սիրում եմ, էսի բավական ինչ ես ուրիշների սխալներ ինձ ցույց տալի։ Տերն էլ մի օր այնքան լավ բան ասեց, տղես, ես չեմ ցույց տալի քեզ, որ դու ինձ ասես ինչ ես ցույց տալի։ Ես ցույց եմ տալի քեզ, որ բարեխոսես այդ մարդկանց համար։ Ուզում ես էլ ոչ մի բան ցույց տամ։ Էս իմ ավելացնելն արդեն։ Ես հասկանում եմ, որ ինքը կարելի է ասի։ Եթե չուզենաս չի ավելացնի։ Սիրելիներ, եկեք ուշադիր լինենք։ Ուրեմն այս երրորդ տեսակի արտաքին երազները մարգարեական ավելի շատ խոսում են, որ Տեր ինչ-որ մի գործողության է քեզի կանչում, հանձինս բարեխոսության գործողության։ Մինչև դու նստես, մտածես, գցես, բռնես, ինչա կատարում, ինչ չի կատարվում, գնացքը կգնա։ Հետո կասես, էս իմ երազներ, կատարվավ էլի, մարդը մեռավ, իմ երազները շատ վտանգավոր են, ես որ տեսնում եմ, հաստատ մեկը մեռնում է։ Երբեմն մենք չենք հասկանում։ Էս է սիրուն մարդիկ գիտեք ինչ են անում, սենց մի քայլ, երկրորդ քայլը և երրորդ քայլը ու հայտնվում են հարցուկ ոգու ազդեցության տակ, որ բաներ ազատագրում ու այդ բաները կատարվում են, ու իրանք ասում են, իմ երազները կատարվում են, ինչ որ ես տեսնում եմ, տենց ալում եմ, ես չեմ ուզում երազներ տեսնեմ։ Սիրելիներ, երբ որ Աստված զգուշացնող բան է բերում, կամ ինչ որ մի երևույթ է բացում արտաքին տեսքով, նշանակում է քեզ կանչում է աղոթքի, դու պետք է կանգնես բարեխոսության։ Ես հիշում եմ իմ ծանոթներից մեկի համար սենց բարեխոսություն էի անում, աղոթք էի անում, մեկ էլ հանկարծ Տեր ասեց թող այդ փառաբանությունդ ու սկսի բարեխոսել։ Ես թողում եմ փառաբանություն, սկսում եմ բարեխոսել ու մեջս հարց եմ տալի, ում համար եմ աղոթում։ Ասում է, էս իշ մարդու համար։ Ասում եմ, հաստատ այդ մարդու համար եմ աղոթում։ Ասում է, այո, այդ նույն մարդու անունն է տալի իմ ներսում։ Ես աղոթքս անում եմ ու շատ արագ ինչ որ մի օգնություն եմ տեսնում, կայծակնային արագությամբ լույսի պես էլ, ոնց է լույսը սենց արագ շարժում, չէ՞։ Այդ այնց արագությամբ օգնություն գնաց, աղոթքս պրծավ, հետո անցնում է ժամանակ, ես մոտս նշում եմ այդ պահը, գնում եմ այդ մարդու հետ, որ հանդիպում ենք, ինքը ասում է, բա գիտես ինչ ա եղել, բա ինչ ա եղել, ոնց ասեցիր այտենց էլ եղել, ես արդեն քարած ասի, ես ինչ եմ ասել։ Ասում եմ, որ սկզբից ասեցիր մի քիչ դժվար կլինի, բայց չվախենակ, հետո լավ կլինի։ Սկզբից դժվար էր, ես արդեն շունչս պահած ասի, հոր Աստված ջան, պետք է շատ զգուշ լինենք, ում հետ ինչ ենք խոսում։ Դու խոսում ես, ասում ես, գնում ես, դու չես հիշում էլ, բայց իրանք են հիշում։ Մենք պետք է արձանագրություններ անենք որոշ իրադարձությունների։ Մենք ստեղ տեսնում ենք այ արտաքին բնույթի մարգարեական երազները սես բան են, դու լսեցիր, տեսար, դու գլխավոր հերոս ես, բայց Տերը քեզ անելիք է բացում, որ բարեխոսես ուրիշների համար։ Այդ բարեխոսությունը կյանքի ու մահվան հարց է իր մեջ պարունակում։ Դու կարա շատ արագ ինչ որ մեկի փրկության պատճառ դառնաս։ Մինչև կհասկանաս ինչու՞մ է հարցը։ Խնդրում եմ, չընկնեք այդ սովորական մարդկանց կարգավիճակում, որ ասում են, տենաս ինչ ա եղել, տենաս ինչ եմ սենց երազ տեսել, ու սաղ օրը փռում են, ոչ մի բան չեն անում, մենակ ասում են, տենաս այդ մարդու հետ ինչ ա կատարում, տենաս ինչ ա կատարում, տենաս ինչ ա կատարում։ Սիրելիներ, ուզում եմ, որ դուք էսի վերցնեք, երբ որ միտք ա եկել, տեսարան ա եկել, բան ա բացվել, բան ես տեսել, հելի գոնե առաջինը սկսի աղոթել, բարեխոսել։ Սա գոնե ամենաառաջինն ա ու կարևորն ա, որ մենք պետք է դա անենք։ Ու գիտեք ինչ է կատարվում, այդ մարդու հետ որ զրույց ենք անում, ասում է, մենք որ եկանք այդտեղ գործանելու, մեր մոտ ոչ մի բան չստացվավ։ Հետո ասում է, մեր ընկերներից մեկը կանգնեց այդ մուսուլմանների հողի մեջ, ծնկի եկավ ու ասուն այն 7 հարկանի մի հատ անենց հայոյանք արեց, որ ես ինքս ված զգացի այդ հայոյանքից։ Ասի, այ տղա, ես ինչ ես անում։
Գոնե Աստծո վախ ունեցի։ Ասում այդ հայյանքի վրա մեկ էլ եկա ոստիկաններ մեզ սաղ բռնեցին, տարան նստեցրեցին այդ բաժանմունքում այդ վանդակների մեջ։ Ասում եմ մեկ էլ մեզ ասում են 30 օր պահելու ենք ստեղ, կամ էլ պետքա տուգանք վճարեք, նոր ձեզի թողենք։ Մեր մոտ էլ ոչ մի բան չի մնացել։ Ու ասում եմ մեկ էլ մի հատ գեղեցիկ սալիդնի տեսքով սենց արիստոկրատ մի հատ տղամարդ սիրուն եկավ մտավ այդ բաժանմունքը, հանեց մեր փոխարեն այդ զալոգը վճարեց, մեզի ասեց դուս եկեք։ Ու մեզի դուս հանեց այդտեղից, ասեց ես ինչ հասեով եմ լինելու։ Կաշխատեք առաջին ստացած գումարը այդ չափը կբերեք կտակ, Աստված ձեր հետ։ Ասում եմ մենք աշխատեցինք, մեր մոտ դուր բացվավ, հաջողվեցինք, գումարը հետո բերել ենք այդ հասեով այդ մարդուն տեսել ենք, տվել ենք, նորից շնորհակալություն, արդեն որ մեր գործերը հաջողվել են, հետ ենք արդեն գալիս, ասենք եթե մի հատ այդ մարդը նորից տեսենք, մի հատ շնորհակալություն հատնենք, ասում եմ գալիս ենք այդ հասեով այդպես մարդ չի ապրում։ Ու մենք այտենց մութ է մնացել, էդ ով էր։ Ու հանկարծ իմ մոտ հիշողություններս արթնացա։ Այդ հիշողությունները զարմանալի է, երբ որ հանկարծ արթնանում է։ Մեկ էլ ասեցի, «Էս ինչ օրն է եղել, էս ինչ ժամին է եղել»։ Ասեցին, հա, ասեցի, «Էդի հրեշտակ է եղել»։ Ամեն։ Սիրելիներ։ Մի քանի րոպե ու վերջացնենք։ Այս երեք տեսակի մարգարեական երազները, որ մենք տեսնում ենք, առաջին երկուսը կոչվում են ներքին անցյալի մասին խոսացող բաներ, որ Աստված քո հետ խոսալու է երազների տեսիքների միջոցով, եւ ներքին ու ապագային վերաբերվող հարցեր, որ Աստված խոսալու է քո հետ ու քեզ պատրաստելու այն բաներ, ինչ որ դու պետք է անես, եւ Աստված նաեւ քեզ գործածի ցույց տալով արտաքին երազներ, որտեղ դու ինչ ես անելու, քո աղոթքներով ծածկոց ես լնելու, քո ծառայությունով բարեխոսության, փրկության պատճառ ես լնելու։ Խնդրում եմ, վերցեք այս բանը, ձեր ճանաչողությունը ձեզ իրավունք չի տալիս դուրս գալու ընտանիքի դեմ։ Ձեր ճանաչողությունը ձեզի տալիս է լիազորություն ծածկոց լինելու ընտանիքի համար։ Ուստեղ պետք է ես ու դու թագավորի տղերքի պես ասենք ամեն։ Տերը օրհնի։ Գիտեք, այս թեմայի մասին կարելի է շատ խոսալ, բայց մենք այս կարևոր դրույթները ուզեցանք ձեր հետ բաժնեկցենք, որ դուք այս դրույթների հիման վրա ուսումնասիրեք Աստվածաշնչի մեջ ու հավատում եմ շատ բաներ դեռևս կբացվի ձեզ համար։ Մենք կարանք շատ սիմվոլների մասին խոսանք, կարանք շատ բաների մասին խոսանք, բայց այս դասերի սահմաններում այսքանը ես մտածում եմ, որ բավական է, որ մենք ավելի խորանանք ու ճանաչենք ու ավելի մեծ բաներ մեր համար բացահայտենք։ Ամեն։ Եկեք բարձրանանք իրար հետ աղոթենք։ Ամենակարող Հայր, շնորհակալություն ենք հայտնում։ Թանկագին Սուրբ Հոգի, շնորհակալություն ենք հայտնում, որ դու սովորեցնում ես մեզ, որ դու օգնում ես մեզ, որ դու բացում ես մեզ համար այս կարևոր բաները, թող մեր սրտում այդ հիմքերը, ինչի մասին որ մենք այսօր լսեցինք, ավելի սենց հաստատուն դառնան, երբ որ մենք նորից կլսենք, նորից կկարդանք, նորից այդ ամեն ինչին ուշադրություն կդարձնենք, թող իրականում քո հայտնությունները բացվեն, քո օգնությունը բացվի, թանկագին Սուրբ Հոգի, դու այն հիասքանչ մեկն ես, որ օգնում ես այս ամեն բանի մեջ, մեր յուրաքանչյուրի ես, որտեվ դու ես տալիս բաներ եւ դու էլ բացահայտում ես բաներ մեր յուրաքանչյուրիս համար, օգնի, որ մենք քեզ հետևելով կարողանանք այդ ամեն ինչ մեջ զարգանանք, բարձրանանք եւ գործածվող անոթներ լինենք, որ դու վստահաբար կարողանաս մեզանց յուրաքանչյուրին գործածես օգնություն բերելու, փրկություն բերելու, կյանք բերելու եւ այն ամենը ինչ որ քեզ հաճելի է ազատագրելու թե ընտանիքի մեջ եւ թե ընտանիքի անունից Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Տերը օրհնի։